Երանի կենտրոնում գտնվող մի առանձնատանը, որտեղ սուգը թաքնված է շքեղության հետում, մի հայր որոշում է լուծել իր 9-ամյա որդու միայնության հարցը մի ընտրությամբ, որը վարվելակարգի, դրամի շտապողականության խառնուրդ էր։ 5 անթերի կանայք ժամանում են, կարծես երջանկությունը հնարավոր լիներ գումարով գնել, բայց մանկան սիրտը տեսնում է այն, ինչ մեծահասակները ձացնում են, թե չեն նկատում։ Փայլուն արտաքինի ցավոտ հիշողությունների միջ մի անսպասելի որոշում բացահայտում է իսկական հոգատարության սոսկ հարմարության միջ եղած տարբերությունը։ Երբ ամբողջ տունը շունչը պահում է, մի պարզ, բայց համարձակ քայլը փոխում է 3 կյանքերի ճակատագիրը վերասահմանում, թե ինչ է նշանակում լինել ընտանիք։ Նախքան այս հուզիչ պատմության մեջ ընկղմվելը, բաժանորդագրվեք ալիքին սեղմեք զանգակի վրա, որպեսզի բաց չթողնեք սիրո, նոր սկզբի արիության մասին պատմող ոչ մի գլուխ։ Աշակյանների առանձնատունը, իր 12,000 քառակուսի մետր մակերեսով, 3 հարկերով ձորաղբյուրի հորիզոնի բացառիկ տեսարանով, չափազանց փոքր էր թվում այնտեղ տիրող լռությունը տեղավորելու համար։ Գորգ Արշակյանը, անշարժ գույքի ոլորտի գործարար միլիարդների հասնող կարողության տեր, անցնում էր իտալական մարմարե հատակով լայն միջանցքով, միաժամանակ ուղղելով մետաքսե փողկապը։ Նրա քայլերի արձագանքը կարծես հայտարարում էր իր միայնության մասին։ Ուղիղ 2 տարի առաջ Կարինեն, նրա կինը միակ որդու մայրը, հեռացել էր կյանքից երկարատ հիվանդության դեմ պայքարից հետո, որը խլել էր ոչ միայն նրա կյանքը, այլ այդ տան ուրախությունը։ Պարոն Արշակյան, սուրճը մատուցված է, հայտարարեց Անահիտը, տնտեսուհին, որը տասնամյակից ավելի ղեկավարում էր առանձնատան աշխատակազմը։ Գորգը ձեռքով ամփույթ շարժում արեց, նույնիսկ չնայելով միջին տարիքի կնոջը։ Հիմա կիջնեմ։ Ինչպե՞ս է Միքայելը։ Արդեն արթնացել է։ Տղան դեռ իր սենյակում է, պարոն։ Չցանկացավ նախաճաշել։ Գորգը խորը շունչ քաշեց, մերսելով քունքերը։ Միքայելը, նրա 9-ամյա որդին, օրեցօր ավելի ինքնամփոփ էր դառնում։ Մոր մահից հետո տղան փակվել էր իր սեփական աշխարհում, ուր նույնիսկ հայրը չէր կարողանում մտնել։ Հոգեթերապևտները զգուշացրել էին մանկական սկի մասին, բայց Գորգը, գործնական մարդ, որը սովոր էր ամեն ինչ լուծել գործարար արդյունավետությամբ, սկսում էր կորցնել համբերությունը։ Ասա նրան, որ պետք է խոսեմ հետը, նախքան ժողովի գնալը։ Դա կարոր է, հրամայեց նա, իջնելով դեպի գլխավոր սրահ տանող վեհաշուկ սանդուղքով։ Խոհանոցում, որը հեռու էր հյուրասենյակից, Լիլիթ Սարգսյանը դասավորում էր մաքրող միջոցները պահարանում, ցածրաձայն զրուցելով խոհարարուհի Ռոզայի հետ։ 32 տարեկանում Լիլիթը առանձնատանն աշխատում էր ընդամենը 6 ամիս։ Ավելի տարիքով աշխատակցուհուն փոխարինելու համար ընդունվելով նա արագորեն աչքի ընկավ իր զուսպությամբ արդյունավետությամբ։ Բայց Լիլիթի մեջ կար մի ուրիշ բան, որը նրան առանձնացնում էր։ Նա տան միակ մարդն էր, որ կարողանում էր ժպիտ կորզել փոքրիկ Միքայելից։ Այսօր տղան նույնիսկ չուզեց նայել Գաթային, որը հատուկ նրա համար էի թխել, տրտմեց Ռոզան, հմուտ ձեռքերով փափուկ սրտով մի կին։ Նա երեկ ինձ ասաց, որ այսօր լրանում է մոր մահվան 2 տարին, մեղմ ձայնով պատասխանեց Լիլիթը։ Մեզ, մեծահասակներիս համար, ժամանակը օգնում է սպիանալ վերքերը, բայց երեխայի համար 2 տարին չափազանց երկար ժամանակ է, մինույն ժամանակ չափազանց թարմ։ Դու նրա հետ լեզու գտնելուց ունես, Լիլիթ։ Նույնիսկ հայրը չի կարողանում հասնել նրան, ինչին դու ես հասնում։ Լիլիթը զուսպ ժպտաց։ Դա մի բան չէր, որ նա ծրագրել էր։ Պարզապես պատահեց։ Մի անգամ, երբ նա գտավ Միքայելին գրադարանում թաքուն լաց լինելիս, անտեսելու կամ հարցերով տանջելու փոխարեն, նա պարզապես նստեց նրա կողքին լուռ մնաց։ Երբ տղան վերջապես խոսեց, նա լսեց։ Այդ օրվանից մաքրուհու տան տիրոջ որդու միջ լուռ կապ ստեղծվեց։ Թանկարժեք փայտով երեսպատված աշխատասենյակում Գորգը սուրճ էր խմում, թերթելով ֆինանսական հաշվետվությունները։ Հեռախոսը զանգեց։ Նրա գործադիր օգնական գործերում աջ ձեռքը Էլեն Վարդանյանն էր։ Բարի լույս, Գորգ։ Պարզապես հաստատում եմ, որ ուրբաթ օրվա ընթրիքի հյուրերը բոլորն էլ հաստատել են իրենց ներկայությունը։ Բոլոր 5-ը։ Գորգը թեթացած շունչ քաշեց։ Նրա ծրագիրը ընթացքի մեջ էր։ Հիանալի է, Էլեն։ Համոզվիր, որ ամեն ինչ անթերի լինի։ Ուզում եմ լավագույն ֆուրշետը, լավագույն ծաղիկները, ամեն ինչ կատարյալ։ Իսկ Միքայելը։ Արդեն խոսել ես նրա հետ այդ մասին։ Հարցը Գորգին ստիպեց վարանել։ Այսօր կխոսեմ նրա հետ։ Նա կհասկանա։ Անջատելով հեռախոսը, նրա հայացքը կանգ առավ միակ լուսանկարի վրա, որը պահում էր աշխատասենյակում։
Կարինեն ժպտում էր, փոքրիկ Միքայելին գրկած։ Մի պահ նա կասկածեց, թե արդյոք ճիշտ է վարվում։ Արագորեն վանեց կասկածը։ Նա գործնական մարդ էր։ Տանը կանացի ներկայություն էր պետք։ Միքայելին մայրական կերպար էր պետք։ Իսկ ինքը պետք է առաջ շարժվեր։ Նա նորից բարձրացավ աստիճաններով, այս անգամ դեպի որդու սենյակ։ Մտնելուց առաջ թեթակի թակեց դուռը։ Միքայելը նստած էր մահճակալին, դեռ գիշերազգեստով թերթում էր հին լուսանկարների ալբոմը։ Գորգը սրտում ծակոց զգաց։ Որդիս, պետք է խոսենք։ Տղան բարձրացրեց աչքերը, բայց անմիջապես նորից դրանք հառեց ալբոմին։ Գորգը նստեց մահճակալի եզրին, փորձելով գտնել ճիշտ բառերը։ Միքայել, գիտեմ, որ կարոտում ես մայրիկիդ։ Ես էլ եմ կարոտում։ Բայց եկել է մեր ընտանիքը վերականգնելու ժամանակը։ Տղայի աչքերը շփոթված լայնացան։ Ես մի քանի հոգու եմ հրավիրել ուրբաթ օրը հատուկ ընթրիքի։ 5 հրաշալի կանանց, որոնք մեր սոցիալական շրջապատի մաս են կազմում։ Բոլորն էլ հաջողակ են, էլեգանտ, ամենակարևորը, կուզենային ծանոթանալ քեզ հետ։ Միքայելը դանդաղ փակեց ալբոմը, կարծես պաշտպանում էր այդ հիշողությունները։ Դա ինչ է նշանակում, հայրիկ։ Գորգը փորձեց իր ամենահամոզիչ ժպիտը ցուցադրել։ Նշանակում է, որ դու հնարավորություն կունենաս ընտրելու նոր մայր։ Մեկին, ով կյանք կվերադարձնի այս տուն, ով հոգ կտանի մեր մասին։ Հրաշալի չէ՞։ Հաջորդած լռությունն ավելի ծանր էր, քան ցանկացած պատասխան։ Տղայի աչքերը լցվեցին զսպված արցունքներով, բայց Գորգը այդ արձագանքը մեկնաբանելով որպես սովորական մանկական վարանում, շարունակեց. Նրանք բոլորն էլ բացառիկ կանայք են։ Սեդա Դավթյանը ճարտարապետ է, նախագծել է այն արտրի կենտրոնը, որը դու սիրում ես։ Դիանա Մելիքյանը արվեստի պատկերասրահ ունի։ Յուլիանա Թորոսյանը մանկաբույժ է, հաճույքով կզրուցի քեզ հետ քո այդ գիտական խաղերի մասին։ Փարանձեմ Ոսկանյանը խոհարար է, պատկերացրու, թե ինչ ուտեստներ կարող է պատրաստել քեզ համար։ Իսկ Սոֆիա Մանուկյանը ինձ պես գործարար է, խաղալիքների անհավանական խանութ ունի։ Միքայելը լուռ էր մնում, փոքրիկ մատները կառչել էին լուսանկարների ալբոմից։ Հայրիկ, մայրիկը։ Մայրդ կուզենար, որ մենք առաջ շարժվեինք, Միքայել, ընդհատեց Գորգը, ոտքի կանգնելով։ Նա կուզենար, որ մենք նորից երջանիկ լինեինք։ Սա առաջին քայլն է։ Քեզ դուր կգան նրանք, վստահ եմ։ Նախքան տղան կկարողանար բողոքել, Գորգը նայեց ժամացույցին հայտարարեց, որ ուշանում է կարոր հանդիպումից։ Արագ համբույր թողեց որդու ճակատին դուրս եկավ, իր հետից փակելով դուռը։ Միջանցքում նա չնկատեց Լիլիթին, որը հենց նոր էր ավարտել հարան սենյակի մաքրությունը։ Նա ակամա լսել էր ամեն ինչ։ Սիրտը սեղմվեց, պատկերացնելով, թե ինչ է կատարվում փոքրիկ Միքայելի գլխում։ Ուզում էր մտնել սենյակ, մխիթարել նրան, ասել, որ ամեն ինչ լավ կլինի, բայց գիտեր, որ դա իր տեղը չէ։ Նա ընդամենը մաքրուհի էր։ Աշակյան շին ընկերության գրասենյակում Գորգը հանդիպեց Էլենի հետ, ընթրիքի մանրամասները վերջնականացնելու համար։ 5 թեկնածուներն էլ հստակ գիտեն, թե որն է հանդիպման նպատակը, հարցրեց նա մի քանի փաստաթուղթ ստորագրելիս։ Էլենն ուղղեց ակնոցը, տեսանելիորեն անհարմար զգալով։ Նրանք գիտեն, որ դա ընթրիք է որպեսզի դուք ավելի լավ ճանաչեք մեկին, ով լուրջ հարաբերությունների պոտենցիալ ունի։ Բայց ես հստակ չեմ նշել Միքայելի կողմից կատարվելիք ընտրության մասին։ Գորգը գոհունակությամբ ժպտաց։ Այդպես ավելի լավ է։ Ուզում եմ, որ ամեն ինչ բնական լինի։ Միքայելը կապ կհաստատի նրանցից մեկի հետ, վստահ եմ։ Եվ այդ ժամանակ մեր տունը նորից կյանքով կլցվի։ Աշակյանների առանձնատանը մինչդեռ Միքայելը մնացել էր իր սենյակում, արցունքներն այժմ ազատորեն հոսում էին նրա մանկական դեմքով։ Լիլիթը, միջանցքով անցնելիս մաքրող միջոցներով, լսեց խեղդված լացը։ Մի պահ վարանեց, բայց հետո, դույլը գետնին դնելով, զգուշորեն թակեց դուռը։ Միքայել։ Ես եմ, Լիլիթը։ Կարող եմ մտնել։ Լռությանը հաջորդեց խեղդված ձայն։ Կարող ես։ Լիլիթը գտավ Միքայելին մահճակալի գլխամասում կուչ եկած լուսանկարների ալբոմը բացված ծնկներին։ Նա զգուշորեն մոտեցավ նստեց ներքնակի եզրին, պահպանելով հարգալից հեռավորություն։ Ուզում ես խոսել տեղի ունեցածի մասին, հարցրեց նա մեղմ ձայնով, առանց ճնշելու։ Միքայելը բարձրացրեց արցունքոտ աչքերը։
Հայրս ուզում է, որ ես նոր մայր ընտրեմ։ Կարծես իմ մայրիկին կարելի լինի փոխարինել կոտրված խաղալիքի պես։ Լիլիթը կոկորթում գունդ զգաց։ Ինչպես բացատրել 9-ամյա երեխային մեծահասակների հարաբերությունների բարդությունը։ Ինչպես թարգմանել նրա համար, որ իր հայրը իր գործնական օբյեկտիվությամբ սխալ ձով փորձում էր լուծել մի իրավիճակ, որը պահանջում է ժամանակ զգայունություն։ Մայրդ միշտ կլինի քո մայրը, Միքայել։ Ոչ ոք երբեք չի կարող նրան փոխարինել, վերջապես ասաց նա, զգուշորեն ընտրելով բառերը։ Կարծում եմ, հայրդ պարզապես փորձում է միջոց գտնել ձեզ համար երջանկությունը վերադարձնելու։ Բայց ես ուրիշ մայր չեմ ուզում, տղայի ձայնը մի օկտավա բարձրացավ, լի վրդովմունքով ցավով։ Եվ նրանք ինձ նույնիսկ չեն ճանաչում։ Ինչպես կարող են ուզենալ իմ մայրը լինել, առանց ինձ ճանաչելու։ Լիլիթը նկատեց, թե ինչպես են Միքայելի փոքրիկ մատները ամուր բռնել լուսանկարների ալբոմը, կարծես այդ պատկերները բացակա մոր հետ վերջին շոշափելի կապն էին։ Խորապես անարդար բան կար երեխայից պահանջելու մեջ, մասնակցել այդքան բարդ որոշման։ Գիտես, Միքայել, երբեմն մեծահասակները սխալներ են գործում, որովհետև իրենք էլ են փորձում հաղթահարել իրենց ցավը, առաջարկեց նա, ուղղակիորեն չպաշտպանելով գորգի արարքը։ Հայրդ շատ է կարոտում մորթ, ինչպես դու։ Նա չի խոսում նրա մասին։ Երբեք։ Կարծես նա երբեք գոյություն չի ունեցել, մրմնջաց Միքայելը, թերթելով ալբոմը, մինչ կանգ առավ մի լուսանկարի վրա, որտեղ Կարինեն ժպտում էր զվարճանքների այգու դիմաց։ Նա նույնիսկ հավաքել է նրա լուսանկարները, որոնք հյուրասենյակում էին։ Այդ ժամանակ Լիլիթը հասկացավ իրական խնդիրը։ Միքայելին անհանգստացնում էր ոչ միայն հոր համար նոր կնոջ գաղափարը, այլ վախը, որ իր մոր հիշողությունը լիովին կջնջվի, կփոխարինվի, կարծես երբեք կարոր չի եղել։ Միքայել, ասաց Լիլիթը նուրբ վճռականությամբ, կարոր չէ, թե ինչ կլինի ուրբաթ օրը կամ դրանից հետո մայրդ միշտ կլինի քո մի մասը։ Նա քո աչքերում է, քո ժպիտի, քո հիշողությունների մեջ։ Ոչ ոք չի կարող դա քեզնից խլել։ Տղան նայեց նրան, կարծես գնահատում էր այդ բառերի անկեղծությունը։ Խոստանում ես հայրիկիս չասել, որ լաց էի լինում։ Նա ասում է, որ ես արդեն չափազանց մեծ եմ դրա համար։ Խոստանում եմ, պատասխանեց Լիլիթը, պաշտպանության ալիք զգալով այդ երեխայի հանդեպ, որը իր փոքրիկ ուսերին չափազանց մեծ հուզական բեռ էր կրում։ Ընթրիքին նախորդող օրերին Արշակյանների առանձնատունը վերածվեց գործունեության հորցանուտի։ Էկզոտիկ ծաղիկները մեծ քանակությամբ էին ժամանում, դեկորատորների թիմը վերածավորում էր սենյակները, ֆուրշետը մանրակրկիտ պլանավորվում էր։ Գորգն անձամբ էր վերահսկում ամեն ինչ, կարծես կազմակերպում էր իր կարիերայի ամենակարևոր գործարար միաձուլումը։ Նրա համար, ինչ-որ առումով, դա հենց այդպիսին էր, ռազմավարական ընտանեկան միաձուլում։ Միքայելը, մյուս կողմից, գնալով ավելի լուռ էր դառնում։ Հինգշաբթի, մեծ իրադարձության նախօրեին, Անահիտը Գորգին տեղեկացրեց, որ տղան հրաժարվել է սենյակից դուրս գալ ընթրիքի։ Նա առողջական խնդիր ունի, հարցրեց Գորգը, զայրացած իր ծրագրերում խոչընդոտի հեռանկարից։ Ոչ, պարոն, զգուշորեն պատասխանեց տնտեսուհին։ Բայց գուցե նյարդայնանում է վաղվա ընթրիքի պատճառով։ Գորգը ձեռքի շարժումով անտեսեց անհանգստությունը։ Դա պարզապես անհանգստություն է։ Կանցնի, երբ ծանոթանա հյուրերի հետ։ Ավելի ուշ, այդ գիշեր, երբ տունը վերջապես լռեց, Լիլիթն ավարտում էր իր վերջին գործերը, նախքան տուն գնալը։ Երբ անցնում էր հետի այգով, ծառայողական ելքի կարճ ճանապարհով, լսեց խեղդված հեկեկոց։ Ձայնի հետից գնալով, գտավ Միքայելին, որը նստած էր փոքրիկ դեկորատիվ կամրջի տակ, որը հատում էր կալվածքի ճապոնական այգու արհեստական արվակը։ Միքայել, ի՞նչ ես անում այստեղ այսքան ուշ, հարցրեց նա, զգուշորեն մոտենալով, որպեսզի չվախեցնի նրան։ Տղան, իր սուպերհերոսների գիշերազգեստով կուչ եկած, արագ սրբեց արցունքները։ Սա մայրիկիս սիրելի վայրն էր այգում։ Նա ասում էր, որ կամուրջը խորհրդանշում է անցումը դժվար պահերի ավելի լավ օրերի միջ։ Լիլիթը նստեց նրա կողքին, անտեսելով, որ իր համազգեստը կկեղտոտվի։ Այդ պահին արարողակարգը նրա վերջին մտահոգությունն էր։ Մայրդ շատ իմաստուն մարդ է թվում, մեկնաբանեց նա, նայելով լուսնին, որն արտացոլվում էր արվակի բյուրեղյա ջրում։ Նա աշխարհի լավագույն մարդն էր, համոզված հայտարարեց Միքայելը։ Նա երբեք ինձ չէր ստիպի ուրիշ մայր ընտրել։ Երբեք։ Լիլիթը հոգոց հանեց։ Միքայել, վաղը, երբ այդ տիկնայք գան, հիշիր մի բան։ Դու պարտավոր չես ոչ ոքի ընտրել։
Կարևոր չէ, թե ինչ կասի հայրդ, վերջնական որոշումը միշտ քոնը կլինի։ Բայց եթե նա բարկանա ինձ վրա, նա զայրանում է, երբ ես չեմ անում այն, ինչ նա ակնկալում է։ Երբեմն մենք պետք է խիզախ լինենք, պաշտպանելու այն, ինչ զգում ենք, պատասխանեց Լիլիթը, զարմանալով սեփական համարձակությունից։ Ի վերջո, նա խորհուրդ էր տալիս իր տիրոջ որդուն, հնարավորինս հակառակվել նրա ծրագրերին։ Բայց իմացիր, որ ինչ էլ պատահի, դու մենակ չես։ Նրանք մնացին այնտեղս մի քանի րոպե, դիտելով ջրի մեղմ շարժումը կամրջի տակ, մինչ Լիլիթը համոզեց Միքայելին վերադառնալ սենյակ, նախքան որևէ մեկը կնկատեր նրա բացակայությունը։ Հաջորդ առավոտ առանձնատունը եռում էր մրջնանոցի պես։ Լրացուցիչ աշխատակիցներ էին վարձվել, ապահովելու, որ ամեն ինչ անթերի լինի։ Գորգը, անթերի իր իտալական կոստյումով, վերահսկում էր վերջին մանրամասները, երբ Անահիտը մտահոգ մոտեցավ։ Պարոն Արշակյան, Միքայելը չի ուզում հագնվել ընթրիքի համար։ Ասում է, որ հիվանդ է։ Գորգը մի պահ փակեց աչքերը, զսպելով զայրույթը։ Ես կխոսեմ նրա հետ։ Երկու աստիճան բարձրանալով, նա մտավ որդու սենյակ առանց թակելու։ Միքայելը նստած էր հատակին, վիդեոխաղ խաղալով մարտահրավեր նետող արտահայտությամբ։ Միքայել, պետք է հագնվես։ Հյուրերը կժամանեն 2 ժամից։ Չեմ ուզում ծանոթանալ նրանցից ոչ մեկի հետ, պատասխանեց տղան, աչքերը չկտրելով էկրանից։ Դա քննարկման ենթակա չէ, Գորգի ձայնը խստացավ։ Դու կհագնվես, կիջնես ներք, քեզ կպահես այնպես, ինչպես քեզ դաստիարակել են քեզ մայրը։ Կարինեի անվան հիշատակումը ստիպեց Միքայելին թողնել վիդեոխաղի կառավարման վահանակը։ Մայրիկը երբեք սա չէր ուզենա։ Նա կատեր տեսնել, թե ինչպես են ուրիշ կանայք փորձում զբաղեցնել նրա տեղը։ Գորգն զգաց, կարծես ապտակ ստացավ։ Մի պահ արդյունավետ գործարարի դիմակն ընկավ, բացահայտելով կնոջ կորստից դեռս վիրավորված տղամարդուն։ Բայց արագ ուշքի եկավ։ Միքայել, մայրդ մահացել է։ Եվ այլս չի վերադառնա։ Մենք պետք է առաջ շարժվենք, ասաց նա մի սառնությամբ, որը թաքցնում էր սեփական ցավը։ Այս կանայք բոլորն էլ հրաշալի մարդիկ են, որոնք կարող են ուրախություն վերադարձնել մեր տուն։ Քեզ դուր կգա նրանցից առնվազն մեկը, վստահ եմ։ Իսկ եթե ինձ դուր չգա ոչ մեկը, դա տեղի չի ունենա, Գորգը ստիպողաբար ժպտաց։ Հիմա հագնվիր։ Նոր կոստյումը պահարանում է։ Երբ Գորգը դուրս եկավ, Միքայելը վերցրեց բջջային հեռախոսը, որը ստացել էր վերջին ծննդյան օրը, հաղորդագրություն ուղարկեց այն համարին, որը Լիլիթը զգուշորեն տվել էր նրան նախորդ գիշեր, եթե ընթրիքի ընթացքում հուզական աջակցության կարիք ունենար։ Հաղորդագրությունը պարզ էր. Չեմ ուզում իջնել։ Վախենում եմ։ Լիլիթը, որն այդ օրը հատուկ միջոցառման պատճառով նշանակվել էր խոհանոցում օգնելու, զգաց հեռախոսի թրթռոցը համազգեստի գրպանում։ Կարդաց հաղորդագրությունը մյուս աշխատակիցների հայացքներից հեռու պատասխանեց. Խիզախ եղիր։ Ես էլ այնտեղ կլինեմ, նույնիսկ եթե չկարողանամ խոսել քեզ հետ։ Հիշիր, վերջնական որոշումը քոնն է։ Ուղիղ ժամը 7-ին առաջին լիմուզինը կայանեց առանձնատան մուտքի մոտ։ Նրանից իջավ Սեդա Դավթյանը, մրցանակակիր ճարտարապետ, հաքիմ, բրենդային զգեստ զուսպ, բայց տեսանելիորեն թանկարժեք զարդեր։ Շուտով ժամանեցին մյուսները՝ Դիանան, Յուլիանան, Փարանձեմը, Սոֆյան, բոլորն անթերի հագնված, շպարված, օծված, ինչպես տարօրինակ մրցույթի մասնակիցներ, որի մրցանակը Գորգ Արշակյանի կնոջ Միքայելի մոր դերն էր։ Գորգը դիմավորեց նրանց նախասրահում, ցուցադրելով իր լավագույն հյուրընկալ ժպիտը։ Միքայելը, վերջապես հագած հոր ընտրած կոստյումը, մի քանի քայլ հետ էր կանգնած, դեմքը փակված մի արտահայտությամբ, որը խառնում էր տխրությունն ու ըմբոստությունը։ Տիկնայք, բարի գալուստ մեր տուն, Գորգը թատերական ժեստով բացեց ձեռքերը։ Պատիվ է ձեզ ընդունել այս հատուկ երեկոյին։ Սա իմ որդին է, Միքայելը։ 5 զույգ աչքեր ուղղվեցին դեպի տղան, որը մի փոքր կծկվեց այդ ուշադրության տակ։ Ինչպիսի։ Սքանչելի տղա, բացականչեց Փարանձեմը խոհարարուհին, առաջ գալով Միքայելի այտերը սեղմելու, որից տղան բնազդաբար հետ քաշվեց։ Նա ամաչկոտ է, երբ մարդկանց չի ճանաչում, արագ բացատրեց Գորգը։ Բայց վստահ եմ, որ դա կփոխվի երեկոյի ընթացքում։ Խոհանոցից ծառայողական կիսաբաց դռան միջով Լիլիթը սրտի թրթիռով հետում էր տեսարանին։ Միքայելի անհարմարությունը ակնհայտ էր յուրաքանչյուրի համար, ով իսկապես կցանկանար տեսնել արտաքինից այն կողմ։
5 կանայք թե էլեգանտ հաջողակ, կարծես ավելի մեծ հետաքրքրությամբ էին գնահատում Գորգի տունն ու կարողությունը, քան ցուցաբերում էին տղայի նկատմամբ։ Ինչու բոլորս չգնանք այգի, առաջարկեց Գորգը։ Մենք կոկտեյլ ենք պատրաստել լողավազանի մոտ, ընթրիքից առաջ։ Մինչ խումբը շարժվում էր դեպի առանձնատան հետի մաս, Միքայելը հուսահատ հայացք նետեց խոհանոցի ուղղությամբ։ Նրա աչքերը մի կարճ պահով հանդիպեցին Լիլիթի աչքերին, նա քաջալերանքի զուսպ ժեստ արեց։ Տղան գրեթե աննկատ գլխով արեց հետեց հորն ու հյուրերին, նրա փոքրիկ ուսերը կրում էին անտեսանելի ծանրություն։ Լողավազանի տարածքում, որը լուսավորված էր հարյուրավոր ռազմավարական դիրքերում տեղադրված լույսերով, սկսվում էր մի երեկո, որը ընդմիշտ կփոխեր Աշակյանների առանձնատան բնակիչների ճակատագիրը։ Աշակյանների առանձնատան լողավազանի տարածքը փայլում էր ինչպես ֆիլմի տեսարան։ Ռազմավարական դիրքերում տեղադրված լույսերը ստվերների լուսավորության խաղ էին ստեղծում բյուրեղյա ջրի վրա, մինչ համազգեստավոր մատուցողները շրջում էին, առաջարկելով շամպայնի գավաթներ, նրբահամ խորտիկներ։ 5 հյուրերը սփռվեցին տարածքում, յուրաքանչյուրն իր ձով փորձելով աչքի ընկնել Գորգի աչքին։ Սեդա Դավթյանը, ճարտարապետը, քննադատական հայացքով վերլուծում էր շինության յուրաքանչյուր մանրուք։ Այս բացօթյա տարածքը հոյակապ է, Գորգ։ Ես կարող եմ տեսնել բացառիկ մասնագետի աշխատանքը, բայց ես որոշ փոփոխություններ կանեի, այն արդիականացնելու համար։ Նրա կողքին խաղալիքների ոլորտի գործարար Սոֆյա Մանուկյանը հայացքը հառել էր Միքայելին, որը հեռու էր կանգնած արայրուքի համար նախատեսված թիկնաթոռի մոտ։ Միքայել, սիրելիս, դու պետք է ինձ ասես, թե որն է քո սիրելի խաղը։ Վստահ եմ, որ կարող եմ քեզ համար բացառիկ նորույթներ ձեռք բերել։ Տղան ի պատասխան անլսելի մի բան մրմնջաց, աչքերը ցած, ակնհայտորեն անհարմար զգալով։ Մանկաբույժ Յուլիանա Թորոսյանը, նկատելով երեխայի անհանգստությունը, միջամտեց պրոֆեսիոնալ ձայնով։ Մենք չպետք է ճնշում գործադրենք երեխաների վրա սոցիալական իրավիճակներում։ Միքայելը հավանաբար պարզապես մեզ է դիտում, այդպես չէ սիրելիս։ Դա հարմարվողականության բնական գործընթաց է։ Պատկերասրահի տիրուհի Դիանա Մելիքյանը զուսպ կերպով աչքերը տնկեց, ձանձրացած մանկական հոգեբանության մասին խոսակցությունից։ Նա նախընտրեց կենտրոնանալ Գորգի վրա, թեթակի դիպչելով նրա թին, մեկնաբանելով արվեստի հավաքածուն, որը նա պահում էր գլխավոր սրահում։ Փարանձեմ Ոսկանյանն իր հերթին մոտեցել էր ֆուրշետի տարածքին, աշխույժ զրուցում էր վարձված խոհարարի հետ, ըստ երույթին, քողարկված քննադատություններ անելով ուտեստների ընտրության վերաբերյալ։ Ծառայողական մուտքից Լիլիթը ուշադրությամբ հետում էր ամեն ինչին, հերթագայելով խոհանոցում իր պարտականությունների արագ հայացքների միջ, ստուգելու, թե ինչպես է Միքայելը։ Տղան գնալով ավելի անհարմար էր թվում, հատկապես երբ կանայք փորձում էին նվաճել նրան տիպողական հարցերով նվերների կամ զբոսանքների խոստումներով։ Դրսում իրավիճակը լարված է, մեկնաբանեց Ռոզան, խոհարարուհին, Լիլիթի կողքին։ Տղան վախեցած կենդանու տեսք ունի։ Լիլիթը մտահոգ գլխով արեց։ Նա ընդամենը երեխա է։ Չպետք է սա ապրեր։ Տերը կուրացել է սեփական դատարկությունը լցնելու ցանկությունից, հոգոց հանեց խոհարարուհին, իր ուշադրությունը վերադարձնելով ջեռոցից դուրս եկող փոքրիկ գիշերին։ Լողավազանի տարածքում Գորգը բոլորին հավաքեց կենացի համար։ Շամպայնի բաժակը բարձրացրած նա մանրամասն ելույթ ունեցավ նոր սկիզբների երկրորդ հնարավորությունների մասին, մինչ Միքայելը գնալով ավելի էր գծկվում իր անկյունում։ Կցանկանայի մի փոքր խաղ առաջարկել, հայտարարեց Գորգը, բոլորին զարմացնելով։ Ինչ կասեք, եթե ձեզանից յուրաքանչյուրը մի յուրահատուկ բան պատմի իր մասին։ Մի բան, որը ձեզ դարձնում է եզակի յուրահատուկ։ Միքայելը շատ է հետաքրքրված ձեզ ավելի լավ ճանաչելով։ Տղան խուճապահար հայացք նետեց հորը, բայց Գորգը ձացրեց, թե չի նկատում։ Կանայք զարմացած նայեցին միմյանց անսպասելի առաջարկից, բայց արագ ուշքի եկան, հասկանալով, որ մասնակցում են մի տեսակ չհայտարարված մրցույթի։ Սեդան առաջինն էր։ Դե, բացի ճարտարապետի իմ կարիերայից, ես ղեկավարում եմ մի հիմնադրամ, որը դպրոցներ է նախագծում անապահով համայնքներում։ Ես հավատում եմ, որ կրթությունը պատշաճ միջավայրը միասին են գնում։ Դիանան շարունակեց։ Ես հավաքում եմ ժամանակակից հայկական արվեստ, օգնել եմ առաջ մղել մի քանի նկարիչների, որոնք այսօր ճանաչված են միջազգայնորեն։ Իմ պատկերասրահը համարվում է երկրի ամենակարևորներից մեկը։ Յուլիանան մեղմ ժպտաց խոսելուց առաջ։ Բացի իմ մասնավոր կլինիկայից, ես շաբաթական 2 կեսօր նվիրում եմ հատուկ կարիքներով երեխաների համար նախատեսված հգում անվճար սպասարկմանը։
Դա է, որ ինձ իսկապես իրացնում է որպես բժիշկ։ Փարանձեմը, ուղղելով զգեստի լանջաբացվածքը, հայտարարեց. Ես առաջին հայ կինն էի, որը Միշլենի աստղ ստացավ։ Իմ խոհանոցը համարվում է հեղափոխական, ես ունեմ 3 գիրք, հրատարակված 5 տարբեր լեզուներով։ Սոֆյան, վերջինը խոսողը, մայրական տոն որդեգրեց. Այն, ինչն ինձ յուրահատուկ է դարձնում, իմ նվիրվածությունն է երեխաներին։ Իմ ընկերությունը ոչ միայն խաղալիքներ է վաճառում, այլ ստեղծում է փորձառություններ, որոնք խթանում են մանկական զարգացումը։ Եվ ես պաշտում եմ իմ 7 եղբորորդիների մորաքույրը լինելը։ Ամբողջ ներկայացման ընթացքում Միքայելը լուռ մնաց, աչքերը հերթով նայում էին հատակին ծառայողական դռանը, որտեղ երբեմն կարող էր տեսնել Լիլիթին։ Երբ բոլորն ավարտեցին, գորգը ոգորված ծափ տվեց. Հրաշալի է, այնպես չէ, Միքայել։ Ինչպիսի։ Արտասովոր կանայք ունենք այստեղ։ Նախքան տղան կկարողանար պատասխանել, Անահիտը հայտնվեց, հայտարարելով, որ ընթրիքը մատուցված է։ Բոլորն ուղղվեցին դեպի ճաշասենյակ, իր 20 հոգու համար նախատեսված վեհաշուկ կարմրածառի սեղանով։ Միքայելին նստեցրին հոր կողքին, սեղանի գլխին, յուրաքանչյուր կողմում 2 հյուր։ Ընթրիքի ընթացքում զրույցը աշխույժ հոսում էր մեծահասակների միջ։ Գորգը պատմում էր իր գործարար նվաճումների մասին, կանայք մրցում էին էկզոտիկ ճանապարհորդությունների բարդ գիտելիքների պատմություններով։ Միքայելը պարզապես խառնում էր ուտելիքն ափսեում, իրականում չուտելով։ Միքայելը ոչինչ չի ուտում, նկատեց Յուլիանան իր կլինիկական հայացքով։ Երեխաները հաճախ անհանգստությունը արտահայտում են սննդի միջոցով։ Նա պարզապես տպավորված է այսքան անվանի այցելուներից, պատասխանեց Գորգը, նախազգուշացնող հայացք նետելով որդուն։ Այդ ժամանակ Սոֆյան որոշեց ուժեղացնել իր ռազմավարությունը։ Թեքվելով դեպի Միքայելը, նա խոսեց արհեստականորեն քաղցր տոնով. Գիտես, Միքայել, եթե ես ու հայրդ ավելի մտերմանանք, ես հաճույքով քեզ կտանեի խաղալիքների գործարանը տեսնելու։ Դու կարող էիր ընտրել այն ամենը, ինչ կցանկանայիր։ Տղան բարձրացրեց աչքերը, առաջին անգամ նայելով նրան։ Մայրս երբեք չի փորձել ինձ խաղալիքներով գնել։ Անհարմար լռություն տիրեց սեղանի շուրջ։ Գորգը կոկորդը մաքրեց, տեսանելիորեն շփոթված։ Միքայելը պարզապես կատակում է։ Նա յուրահատուկ հումորի զգացում ունի։ Ես կատակ չեմ անում, հակադարձեց Միքայելը, ձայնը փոքր, բայց հաստատուն։ Մայրիկն ասում էր, որ նվերները սիրո արտահայտություն են, ոչ թե բանակցության գործիք։ Փարանձեմը նյարդային ծիծաղ արձակեց։ Ինչպիսի։ Փիլիսոփա տղա։ Երի հոր խելքն է ժառանգել։ Դիանան, նկատելով լարվածությունը, փորձեց փոխել թեման, մեկնաբանելով մատուցվող գինու հիանալի բերքը։ Զրույցն աստիճանաբար վերսկսեց իր հոսքը, բայց անհարմարության մթնոլորտը մնաց։ Աղանդերից հետո Գորգը ոտքի կանգնեց, ժեստ արեց, որ բոլորը հետեն իրեն դեպի լողավազանի տարածք, որն այժմ լուսավորված էր միայն ջահերով լողացող մոմերով, ստեղծելով ռոմանտիկ մթնոլորտ։ Եկավ երեկոյի ամենայուրահատուկ պահը, հայտարարեց նա, ձեռքը դնելով Միքայելի ուսին։ Ինչպես բոլորդ գիտեք, ես փորձում եմ վերականգնել մեր ընտանիքը։ Միքայելը կորցրել է իր մորը, իսկ ես իմ կնոջը։ Ես հավատում եմ, որ կանացի ներկայությունը էական է մեր տանը։ 5 կանայք ժպտացին, յուրաքանչյուրն ակնհայտորեն իրեն պատկերացնելով նկարագրված դերում։ Միքայելը հայացքը հառել էր լողավազանի ջրին, մարմինը լարված։ Այսպիսով ես որոշեցի, որ այս նոր կանացի ներկայությունն ընտրելու լավագույն մարդը հենց ինքը Միքայելն է, շարունակեց Գորգը, զարմացնելով հյուրերին։ Ի վերջո, նա կլինի նրա մայրը, այնպես չէ։ Զարմանքի շշուկ անցավ խմբի միջով։ Սոֆյան առաջինը ուշքի եկավ, մի քայլ առաջ արեց, ժպտաց Միքայելին։ Ինձ համար պատիվ կլիներ քո կողմից ընտրվել, սիրելիս։ Մյուսներն արագ հետեցին նրա օրինակին, յուրաքանչյուրը փորձելով տեսողական կապ հաստատել տղայի հետ, որն այժմ խուճապի մեջ էր թվում։ Գորգը ժպտաց, վստահ իր անսովոր ծրագրի վրա։ Եվ այսպես, որդիս։ Այս հմայիչ տիկնանցից ո՞ն կցանկանայիր, որ միանար մեր ընտանիքին։ Միքայելը նայեց նրանցից յուրաքանչյուրին, հետո հորը, վերջապես ծառայողական դռանը, որտեղ Լիլիթը հայտնվել էր մի քանի գավաթ հավաքելու համար։ Նրանց աչքերը հանդիպեցին մի կարճ պահ, մաքրուհու հասկացող արտահայտության մեջ ինչ-որ բան կարծես նրան քաջություն տվեց։ Նրանցից ոչ մեկին, պատասխանեց նա զարմանալիորեն հաստատուն ձայնով 9-ամյա երեխայի համար։ Գորգի ժպիտը սառեց։
Ինչպես թե, Միքայել։ Մի ամաչիր։ Բոլորն էլ հրաշալի կանայք են։ Ես չեմ ուզում նրանցից ոչ մեկին որպես մայր, կրկնեց Միքայելը, այս անգամ ավելի բարձր։ Եթե պետք է ինչ-որ մեկին ընտրեմ, ընտրում եմ Լիլիթին։ Ցնցող լռություն տիրեց խմբի վրա։ 5 հյուրերը շփոթված հայացքներ փոխանակեցին։ Գորգը գունատվեց։ Լիլիթին։ Հավաքարարին։ Այո, հաստատեց Միքայելը, այժմ ուղիղ նայելով Լիլիթին, որը քարացած կանգնած էր ծառայողական դռան մոտ, ձեռքերում սկուտեղ, դեմքը զարմանքի դիմակ։ Նա միակն է, ով իսկապես ինձ լսում է։ Միակը, ով չի ձացնում, թե մայրիկս երբեք գոյություն չի ունեցել։ Միակը, ով չի փորձում ինձ խոստումներով գնել։ Գորգն զգաց, որ իրավիճակի վերահսկողությունը սահում է իր մատների միջով։ Նրա մանրակրկիտ մշակված ծրագիրը փլուզվում էր իր հատուկ հյուրերի աչքի առաջ։ Միքայել, դու չգիտես, թե ինչ ես ասում, փորձեց նա վիճել, ձայնը լարված։ Լիլիթը աշխատող է, ոչ թե… Ոչ թե ինչ, հայրիկ, մարտահրավեր նետեց Միքայելը, տարիների զսպված հիասթափությունը վերջապես արտահայտվելով։ Ձեզ պես հարուստ մարդ… Մայրիկս միշտ ասում էր, որ մարդու արժեքը սրտում է, ոչ թե բանկային հաշվում։ Հյուրերը տեսարանին հետում էին ինչպես դանդաղեցված ավտովթարի ականատեսներ, սարսափած, բայց անկարող հայացքը կտրելու։ Լիլիթը մի քայլ առաջ արեց, փորձելով միջամտել, նախքան իրավիճակը կվատթարանար։ Միքայել, հայրդ ճիշտ է։ Ես ընդամենը աշխատող եմ։ Չպետք է… Դու ընդամենը ոչինչ չես, ընդհատեց Միքայելը, արցունքներն այժմ ազատորեն հոսում էին նրա դեմքով։ Դու այս տան միակ մարդն ես, ով իսկապես հոգ է տանում իմ մասին, երբ մայրիկս մահացավ։ Գորգի դեմքը վայրկյանների ընթացքում գունատից վերածվեց վառ կարմիրի։ Հյուրերի առաջ նվաստացումը, իրավիճակի վերահսկողության կորուստը, ամենակարևորը, այն բացահայտումը, որ իր որդին իրենից այդքան հեռու էր զգում, հանգեցրին զայրույթի պայթյունի։ Սա անհեթեթություն է, որոտաց նա, ստիպելով Միքայելին հետ քաշվել։ Ապա, շրջվելով դեպի Լիլիթը, ինչ ես դու մտցրել իմ որդու գլուխը։ Ինչ տեսակի մանիպուլյացիա է սա։ Պարոն Արշակյան, ես երբեք… Սկսեց պաշտպանվել Լիլիթը, բայց Գորգը կտրուկ ժեստով ընդհատեց նրան։ Դուք ազատված եք աշխատանքից։ Հավաքեք ձեր իրերը, դուրս եկեք իմ տնից հենց հիմա։ Ոչ, հայրիկ։ Խնդրում եմ, Միքայելը խուճապահար բռնեց հորթից։ 5 հյուրերը սկսեցին անհարմար շարժվել, հասկանալով, որ էլեգանտ երեկոն վերածվել է ընտանեկան դրամայի, որին իրենք չպետք է մասնակցեին։ Լիլիթը, գունատ, բայց արժանապատիվ, սկուտեղը դրեց մոտակա սեղանին։ Հասկանում եմ, պարոն։ Կգնամ իմ իրերը հավաքելու։ Մինչ նա հեռանում էր, Գորգը փորձեց փրկել իրավիճակը, ստիպողաբար ժպտալով հյուրերին։ 1000 ներողություն եմ խնդրում այս թյուրիմացության համար։ Միքայելը պարզապես շփոթված երեխա է։ Գուցե կարող ենք շարունակել մեր զրույցը հյուրասենյակում։ Բայց արդեն ուշ էր։ Սեդան արդեն վերցրել էր իր պայուսակը, ակնհայտորեն ցանկանալով դուրս գալ այդ անհարմար իրավիճակից։ Իրականում, Գորգ, կարծում եմ, ավելի լավ է թողնենք մեկ այլ օրվա։ Երեխային կարծես թե ժամանակ է պետք։ Մեկ առ մեկ կանայք պատրվակներ գտան հեռանալու համար, ոմանք Միքայելի համար անկեղծ մտահոգությամբ, մյուսները պարզապես թեթացած սոցիալական աղետից փախչելու համար։ 15 րոպեից էլ քիչ ժամանակում բոլորը հեռացել էին, Գորգին միայնակ թողնելով Միքայելի հետ լողավազանի տարածքում։ Գնա քո սենյակ հենց հիմա, հրամայեց նա որդուն, ձայնը դողում էր զսպված զայրույթից։ Միքայելը, լաց լինելով, վազեց տուն։ Գորգը մնաց միայնակ, նայելով լողավազանի լուսավորված ջրին, ջահերի արտացոլանքները պարում էին հեղուկ ուրվականների պես, որոնք ծաղրում էին նրա ձախողումը։ Ծառայողական մուտքի մոտ Լիլիթն ավարտում էր իր սակավաթիվ իրերը պարզ պայուսակի մեջ դնելը։ Ռոզան, խոհարարուհին, արցունքոտ աչքերով գրկեց նրան։ Սա անարդարություն է։ Դու միայն լավն ես եղել այդ տղայի համար։ Լիլիթը տխուր ժպտաց։ Երբեմն ճշմարտությունն ավելի շատ է անհանգստացնում, քան սուտը, Ռոզա։ Խնդրում եմ, իմ փոխարեն հոգ տար Միքայելի մասին։ Երբ պատրաստվում էր հեռանալ, լսեց շտապ քայլերի ձայն։ Միքայելն էր, դեմքը թաց արցունքներից։ Լիլիթ, մի գնա։ Խնդրում եմ։ Նա ծնկի իջավ, նրա հասակին հավասարվելու համար, բռնելով նրա դողացող փոքրիկ ձեռքերը։ Պետք է գնամ, Միքայել։
Հայրդ որոշում է կայացրել։ Բայց դու ինձ պետք ես։ Հիմա ով է ինձ լսելու։ Ով է հասկանալու։ Լիլիթն զգաց, որ սեփական սիրտը կոտրվում է, տեսնելով տղայի աչքերի հուսահատությունը։ Դու ուժեղ ես, Միքայել։ Ավելի ուժեղ, քան պատկերացնում ես։ Եվ հիշիր։ Այն, ինչ մենք զգում ենք մեր սիրելիների հանդեպ, չի անհետանում, նույնիսկ երբ նրանք այլս ներկա չեն։ Նախքան նա կկարողանար ավելին ասել, հայտնվեց Անահիտը, դեմքը լարված։ Լիլիթ, ավելի լավ է գնաս, նախքան Տերը կիջնի։ Իսկ դու, Միքայել, հայրդ հրամայեց անմիջապես գնալ սենյակ։ Մի վերջին արագ գրկախառնությունից հետո Լիլիթը հեռացավ, իր հետում թողնելով ոչ միայն աշխատանք, այլ մի փոքրիկ ընկեր, որը տեղ էր գտել իր սրտում։ Աշակյանների առանձնատանը լույսերը սկսեցին մեկ առ մեկ հանգչել, ընկղմելով վայրը մի խավարի մեջ, որը կարծես արտացոլում էր իր բնակիչների հուզական դատարկությունը։ 3 օր անցավ աղետալի ընթրիքի երեկոյից հետո, աշակյանների առանձնատունը վերածվել էր էլ ավելի լուրջ ճնշող վայրի։ Միքայելը հրաժարվում էր սենյակից դուրս գալ, բացառությամբ լոգարան գնալու։ Հրաժարվում էր ուտելուց, խոսում էր միայն նվազագույնը, ժամերով նայում էր մոր լուսանկարների ալբոմին։ Գորգն իր հերթին սուզվել էր աշխատանքի մեջ, ինչպես մեկը, ով իրեն նետում է անհատակ փոսը։ Դուրս էր գալիս լուսաբացից առաջ վերադառնում, երբ Միքայելն արդեն պառկած էր լինում, այդպիսով խուսափելով որդու հետ, որ է առճակատումից։ Սոցիալական ձախողման ամոթն ու հիասթափությունը դեռս խժռում էին նրան, որոնք ուժեղանում էին 5 հյուրերից ստացած քաղաքավարի, բայց վերջնական ներողության էլեկտրոնային նամակներով, որոնցում բոլորը քաղաքավարի կերպով հրաժարվում էին հետագա հանդիպումներից։ 4-րդ օրվա առավոտյան Անահիտը երկչոտ թակեց աշխատասենյակի դուռը, որտեղ Գորգը վերանայում էր որոշ պայմանագրեր, նախքան ընկերություն գնալը։ Պարոն Արշակյան, ես անհանգստացած եմ Միքայելի համար։ Նա երեկվա նախաճաշից հետո ոչինչ չի կերել։ Նույնիսկ տաք շոկոլադը, որը Ռոզան հատուկ նրա համար էր պատրաստել, չկարողացավ գայթակղել նրան։ Գորգը հանեց ակնոցը, տրորեց հոգնած աչքերը։ Նա համառում է, Անահիտ։ Դա մի փուլ է։ Կանցնի։ Ամբողջ հարգանքով, պարոն, դա պարզապես համառություն չի թվում։ Տղան իսկապես ընկճված է։ Ռոզան ասաց, որ լսել է, թե ինչպես է նա լաց եղել ամբողջ գիշեր։ Գորգը հոգոց հանեց։ Որպես բարդ գործնական խնդիրներ լուծելու սովոր մարդ, նա իրեն լիովին կորցրած էր զգում, երբ խոսքը վերաբերում էր որդու հուզական կարիքներին։ Ինչ եք առաջարկում, որ անեմ, հարցրեց նա, ձայնը մատնում էր հուսահատության մի նոտա, որը նա հազվադեպ էր թույլ տալիս ուրիշներին նկատել։ Գուցե պետք է խոսեք նրա հետ։ Իսկապես խոսեք, ոչ թե պարզապես հրամաններ տաք կամ փորձեք համոզել նրան։ Եվ գուցե… Անահիտը վարանեց, վախենալով սահմաններն անցնելուց։ Գուցե պետք է վերանայեք Լիլիթի ազատման որոշումը։ Գորգի դեմքն անմիջապես խստացավ։ Դա բացառված է։ Նա իմ որդուն մանիպուլյացիայի է ենթարկել իմ այդ կանանց դեմ։ Պարոն, եթե թույլ կտաք, Անահիտը քաջություն հավաքեց։ Ես այստեղ տարիներ շարունակ աշխատում եմ։ Տեսել եմ, թե ինչպես է Միքայելը մեծանում։ Եվ կարող եմ վստահորեն ասել, որ Լիլիթը միակ մարդն էր, ով կարողացավ նրան ժպտալ ստիպել, երբ տիկին Կարինեն մեզ լքեց։ Նա երբեք չի փորձել նրան մանիպուլյացիայի ենթարկել։ Նա պարզապես լսում էր։ Գորգը երկար վայրկյաններ նայեց տնտեսուհուն, երկու զգացումների միջամտության համար զայրույթ անհարմար մի զգացում, որ գուցե, միայն գուցե, նա ճիշտ էր։ Ես կխոսեմ Միքայելի հետ, նախքան գնալը, վերջապես զիջեց նա, հավաքելով իր փաստաթղթերը։ Բայց Լիլիթը չի վերադառնա։ Ես արդեն նոր հավաքարար եմ վարձել, որը կսկսի հաջորդ շաբաթ։ Անահիտը գլխով արեց, իմանալով, որ այդ փոքրիկ հաղթանակն առավելագույնն էր, ինչին կարող էր հասնել այդ պահին։ Գորգը բարձրացավ որդու սենյակ, մտնելուց առաջ զգուշորեն թակելով դուռը։ Միքայելը նստած էր մահճակալին, ծնկները կրծքին սեղմած, հայացքը կորած այգուն նայող պատուհանում։ Նա չշրջվեց, երբ հայրը մտավ։ Որդիս, սկսեց Գորգը անվստահ։ Անահիտն ինձ ասաց, որ դու չես ուտում։ Սա չի կարող շարունակվել։ Լռություն։ Միքայել, գիտեմ, որ դու նեղացել ես ընթրիքի ժամանակ տեղի ունեցածից, բայց մենք պետք է առաջ շարժվենք։ Դու խելացի տղա ես, պետք է հասկանաս, որը… Լիլիթը կվերադառնա, ընդհատեց Միքայելը, դեռս չնայելով հորը։ Գորգը հիասթափության ալիք զգաց։
Ոչ, Միքայել։ Մենք արդեն խոսել ենք այդ մասին։ Լիլիթը չի վերադառնա։ Նա ընդամենը աշխատող էր, իրեն պատշաճ չպահեց։ Նա իմ ընկերն էր, Միքայելի ձայնը ցածր էր, բայց հաստատուն։ Այս տան միակ մարդը, ով չէր ձացնում, թե մայրիկս երբեք գոյություն չի ունեցել։ Մեղադրանքը Գորգին հարվածեց ֆիզիկական հարվածի պես։ Ես չեմ ձացնում, թե մայրդ երբեք գոյություն չի ունեցել։ Պարզապես կարծում եմ, որ անցյալը փորփրելը չի օգնում։ Մենք պետք է նայենք առաջ։ Լիլիթն ասում էր, որ առաջ նայելը չի նշանակում մոռանալ նրան, ով մնացել է հետում, պատասխանեց Միքայելը, վերջապես շրջվելով հորը նայելու։ Նրա աչքերը կարմիր էին խորը, դեմքը գունատ, օրեր շարունակ լավ չքնած մարդու պես։ Դու տնից հանեցիր մայրիկիս բոլոր լուսանկարները։ Հավաքեցիր նրա բոլոր իրերը։ Կարծես նա երբեք այստեղ չի ապրել։ Գորգը կոկորդում գունդ զգաց։ Դա ճիշտ էր։ Կարինեի մահից հետո նա հրամայել էր, որ նրա բոլոր անձնական իրերը զգուշորեն փաթեթավորվեն, պահվեն ձեղնահարկում։ Ինքն իրեն ասում էր, որ դա Միքայելին հիշողության մշտական ցավից պաշտպանելու համար է, բայց խորքում գիտեր, որ դա իր սեփական ցավն էր, որ փորձում էր արկղի մեջ դնել։ Միքայել, սկսեց նա, բայց ընդհատվեց դռան զանգի ձայնից։ Երի Էլենն է, Ծաղկաձորի հողատարածքի գործարքի փաստաթղթերով, մրմնջաց նա, նայելով ժամացույցին։ Այս խոսակցությունը կշարունակենք երեկոյան, խոստանում եմ։ Միքայելը նորից սկսեց նայել պատուհանից, կարծես հայրն արդեն դուրս էր եկել։ Գորգը վարանեց դռան մոտ, զգալով, որ պետք է էլի ինչ-որ բան ասի, բայց բառերը փախչում էին նրանից։ Վերջապես, դուրս եկավ, իր հետից թողնելով ավելի ծանր լռություն, քան երբ մտել էր։ Ներքում սպասում էր ոչ թե Էլենը, այլ Յուլիանա Թորոսյանը, մանկաբույժը, որը մասնակցել էր ընթրիքին։ Յուլիանա, Գորգը չկարողացավ թաքցնել զարմանքը։ Չէի սպասում ձեզ տեսնել այսքան շուտ, միջադեպից հետո։ Բժշկուհին մեղմ ժպտաց։ Իրականում, ես եկել եմ մասնագիտական պատճառներով, Գորգ։ Ես անհանգստացա Միքայելի համար։ Որպես մանկաբույժ ես ճանաչում եմ սուր հուզական տառապանքի մեջ գտնվող երեխայի նշանները։ Գորգը նրան ուղեկցեց դեպի հյուրասենյակ, մի ընդարձակ էլեգանտ միջավայր, բայց տարօրինակ կերպով անանձնական, կարծես այնտեղ իսկապես ոչ ոք չէր ապրում։ Միքայելը պարզապես համառում է, պատասխանեց նա, կրկնելով այն, ինչ ասել էր Անահիտին։ Նա կհաղթահարի դա։ Յուլիանան պայուսակը դրեց բազմոցի վրա, պրոֆեսիոնալ վճռականությամբ նայեց Գորգին։ 9-ամյա երեխաները չեն հաղթահարում հուզական տրավմաներն առանց օգնության, Գորգ։ Միքայելը կորցրել է մորը, փորձում է հաղթահարել այդ սուգը, հիմա կորցրել է նա միակ կերպարին, որի հետ կարծես թե վստահության կապ էր հաստատել։ Սա կարող է լուրջ հետանքներ ունենալ։ Ինչ եք առաջարկում։ Որ ես պահեմ մի աշխատողի, որն անարգել է իր դիրքը, միայն այն պատճառով, որ իմ որդին ինչ-որ տեսակի անպատշաճ կապվածություն է զարգացրել։ Ես ոչինչ կոնկրետ չեմ առաջարկում Լիլիթի մասին, զգուշորեն պատասխանեց Յուլիանան։ Ես առաջարկում եմ, որ այս պահին ձեր որդու հուզական բարեկեցությունը դնեք ցանկացած այլ նկատառումից վեր։ Նախքան Գորգը կկարողանար պատասխանել, դրան մոտ հայտնվեց Անահիտը, գունատ դեմքով։ Պարոն Արշակյան, Միքայելն է։ Նա ուշագնաց եղավ։ Գորգն ու Յուլիանան վազեցին վեր։ Միքայելը ընկած էր սենյակի հատակին, Ռոզան խոհարարուհին ծնկի էր եկել նրա կողքին, թեթակի ապտակելով նրա դեմքին։ Ես մի քիչ ուտելիք էի բերել, մտածեցի, գուցե ընդունի, խուճապահար բացատրեց կինը։ Երբ մտա, նա մահճակալից վեր էր կենում, պարզապես ընկավ։ Յուլիանան անմիջապես վերահսկողության տակ առավ իրավիճակը, ստուգելով տղայի կենսական նշանները այն մարդու հմտությամբ, ով դա անում է ամեն օր։ Նա ջրազրկված է, հավանաբար, հիպոգլիկեմիայի մեջ է երկարատ քաղցի պատճառով, ախտորոշեց նա։ Մենք պետք է նրան հիվանդանոց տանենք ավելի մանրամասն հետազոտությունների համար։ Գորգի դեմքը վախի մեղքի դիմակ էր։ Իմ մեքենան մուտքի մոտ է։ Գնացինք հենց հիմա։ Հիվանդանոցում մի շարք հետազոտություններից հետո Միքայելին հոսպիտալացրին հիդրատացիայի հսկողության համար։ Նրա ֆիզիկական վիճակը ծանր չէր, բայց հերթապահ բժիշկը Յուլիանայի հետ խոսելուց հետո նա հոգեբանական գնահատում պահանջեց։ Ձեր որդու մոտ առկա են մանկական դեպրեսիայի դասական ախտանիշներ, պարոն Արշակյան, բացատրեց բժիշկը, միջին տարիքի մի մարդ, ակնոցի հետում բարի աչքերով։ Սննդից հրաժարվելը, մեկուսացումը, ապատյան սրանք նշաններ են, որոնք մենք չենք կարող անտեսել։
Գորգը փլվեց սպասասրահի աթոռին, հաջողակ գործարարի դիմակը վերջապես փլուզվեց։ Ես ընդամենը ուզում էի, որ նա նորից երջանիկ լինի, որ մեր տունը նորից կյանքով լցվի։ Յուլիանան նստեց նրա կողքին, ձայնն այժմ ավելի շատ ընկերական էր, քան պրոֆեսիոնալ։ Ես հասկանում եմ ձեր մտադրությունը, Գորգ, բայց նրա կորցրած մորը փոխարինող պարտադրելը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։ Միքայելը պետք է հաղթահարի սուգը, ոչ թե ճնշի կամ փոխարինի այն։ Բայց արդեն 2 տարի է անցել, բողոքեց Գորգը, ձայնը խեղդված։ Էլ որքան ժամանակ։ Սուգը ժամանակացույց չունի, մեղմ պատասխանեց Յուլիանան։ Հատկապես երեխաների համար։ Եվ դատելով Միքայելի արձագանքից, թվում է, թե դուք երբեք իսկապես չեք խոսել կորստի մասին, երբեք միասին չեք հաղթահարել դա։ Գորգը դեմքը փակեց ձեռքերով, զգալով իր սխալների ծանրությունը։ Ես չգիտեի, թե ինչպես դա անել։ Կարինեն միշտ նա էր, ով գիտեր, թե ինչպես վարվել հույզերի, դժվար խոսակցությունների հետ։ Ես միայն գիտեմ, թե ինչպես լուծել գործնական խնդիրներ։ Գուցե ժամանակն է սովորել, առաջարկեց Յուլիանան։ Հանուն Միքայելի։ Եվ հանուն քեզ։ Այդ գիշեր, մինչ Միքայելը քնած էր հանգստացուցիչների տակ հիվանդասենյակում, Գորգը մնաց նրա կողքին, դիտելով որդու գունատ դեմքը։ 2 տարվա մեջ առաջին անգամ նա թույլ տվեց իրեն իսկապես զգալ Կարինեի կորստի ցավը, առանց փորձելու այն խեղդել աշխատանքով կամ փոխարինման ծրագրերով։ Արցունքները, որոնք նա այդքան երկար զսպել էր, վերջապես եկան լուռ, հոսելով այն մարդու դեմքով, որին բոլորը տեսնում էին որպես անսասան։ Հաջորդ առավոտ, մինչ Գորգը նիրում էր մահճակալի կողքի բազկաթոռին, Միքայելն արթնացավ, իրեն ֆիզիկապես ավելի լավ զգալով, բայց նույն հուզական դատարկությամբ։ Հայրիկ, կանչեց նա ցածրաձայն։ Գորգն անմիջապես արթնացավ։ Այստեղ եմ, որդիս։ Ինչպե՞ս ես քեզ զգում։ Սոված եմ, խոստովանեց տղան։ Փոքրիկ ժպիտ հայտնվեց Գորգի հոգնած դեմքին։ Դա լավ է։ Կխնդրեմ, որ քեզ համար ուտելու բան բերեն։ Այն բանից հետո, երբ Միքայելը թեթ նախաճաշեց, հայր ու որդի մի քանի րոպե անհարմար լռության մեջ մնացին, մինչ Գորգը վերջապես քաջություն հավաքեց տալու այն հարցը, որը տանջում էր նրան։ Միքայել, ինչու դու ընտրեցիր Լիլիթին այդ երեկո։ Բոլոր մարդկանցից։ Տղան այնքան երկար լուռ մնաց, որ Գորգը մտածեց, թե չի պատասխանի։ Վերջապես, ցածր, բայց հստակ ձայնով նա բացատրեց։ Որովհետև նա միակն է, ով չի վախենում խոսել մայրիկիս մասին։ Նա թույլ է տալիս, որ ես նկարները ցույց տամ, պատմություններ պատմեմ նրա մասին։ Նա ասում է, որ հիշելը լավ է, որ մայրիկիս հիշողությունը կենդանի պահելը սիրո միծ է։ Գորգը սրտի սեղմում զգաց։ Իսկ ես թույլ չեմ տալիս, որ դու խոսես մորթ մասին։ Դու միշտ փոխում ես թեման, հայրիկ։ Կամ ասում ես, որ պետք է առաջ շարժվեմ։ Կարծես նրան հիշելը վատ բան լինի։ Որդու պարզ բառերը սուր դանակների պես խոցեցին այն զրահը, որը Գորգը կառուցել էր սեփական սկի շուրջ։ Լիլիթը նա ինձ պատմեց, որ կորցրել է իր հորը, երբ փոքր էր, շարունակեց Միքայելը։ Նա գիտի, թե դա ինչ է։ Եվ երբեք ինձ հիմար երեխայի պես չի վերաբերվել կարոտելու համար։ Նախքան Գորգը կկարողանար պատասխանել, սենյակի դուռը բացվեց, ներս մտավ մի բուժքույր, խաղալիքների ոլորտի գործարար Սոֆյա Մանուկյանի ուղեկցությամբ։ Հուսով եմ, չեմ խանգարում, ասաց Սոֆյան, էլեգանտ մուգ կապույտ մետաքսե հագուստով։ Երբ Յուլիանան ինձ պատմեց, թե ինչ է պատահել, ես ուզեցի անձամբ գալ տեսնելու, թե ինչպես է Միքայելը։ Գորգը ոտքի կանգնեց, զարմացած այցելությունից։ Դա շատ բարի է ձեր կողմից, Սոֆյա, հատկապես այդ աղետալի ընթրիքից հետո։ Սոֆյան ժպտաց, գիշերանոթի սեղանին դնելով գունավոր թղթով փաթաթված մի փաթեթ։ Քեզ համար մի բան եմ բերել, Միքայել։ Հուսով եմ, տուրտ կգա։ Տղան առանց ոգորության նայեց փաթեթին։ Շնորհակալություն, մրմնջաց նա, առանց այն բացելու փորձ անելու։ Անհարմար լռություն տիրեց սենյակում, մինչ Սոֆյան կոկորդը մաքրեց դիմեց Գորգին։ Կարող ենք մի պահ խոսել միջանցքում։ Գորգը գլխով արեց, խոստանալով Միքայելին, որ շուտով կվերադառնա։ Միջանցքում Սոֆյան ավելի վճռական կեցվածք ընդունեց։ Գորգ, ես եկել եմ ոչ միայն Միքայելի համար, այլ օգնություն առաջարկելու։ Ես գործարար եմ, քեզ պես գործնական, բայց նա կին եմ հասկանում եմ երեխաներից։ Ես հավատում եմ, որ կարող եմ օգնել կարգի բերել ձեր տունն ու ձեր կյանքը։
Գորգը շփոթված խոժոռվեց։ Ինչ եք առաջարկում կոնկրետ, Սոֆիա։ Ես առաջարկում եմ ստանձնել այն դերը, որի կարիքը դուք ունեք ձեր կյանքում։ Մի գործընկեր, որը հասկանում է բիզնեսից, նա գիտի, թե ինչպես վարվել աճող տղայի հետ։ Մենք կարող ենք դանդաղ սկսել, բայց ես հավատում եմ, որ ունեմ այն որակները, որոնք դուք փնտրում էիք այդ երեկո։ Սոֆիայի տոնի մեջ կար մի սառը հաշվարկված բան, որը Գորգին ստիպեց ներքուստ հետ քաշվել, բայց նախքան նա կկարողանար պատասխանել, միջանցքում հայտնվեց Յուլիանան, այժմ արդեն պաշտոնապես որպես Միքայելի գործով խորհրդատու բժիշկ։ Բարի օր, Սոֆիա, չէի սպասում ձեզ այստեղ տեսնել, մեկնաբանեց նա քաղաքավարի, բայց զուսպ ժպիտով։ Գորգ, Միքայելի հետազոտությունների պատասխանները եկել են։ Կցանկանայի ձեզ հետ խոսել դրանց մասին։ Սոֆիան արագ հրաժեշտ տվեց, բայց ոչ առանց իր այցեքարտը Գորգին թողնելու, պնդելով, որ նա զանգահարի, հենց որ Միքայելը դուրս գրվի։ Վերադառնալով սենյակ, Գորգը գտավ Սոֆիայի նվերն անձեռնմխելի, իսկ Միքայելին պատուհանից նայելիս նույն հեռավոր հայացքով, ինչ վերջին օրերին։ Նվերը չես բացելու, հարցրեց Գորգը, փորձելով զրույց սկսել։ Ես նրանից ոչինչ չեմ ուզում, պարզ պատասխանեց Միքայելը։ Նա ինձ չի սիրում։ Միայն ուզում է քեզ մոտենալ։ Մանկական անկեղծությունը կայծակի պես հարվածեց Գորգին։ Դա հենց այդպես էր։ Սոֆիան անկեղծ հետաքրքրություն չէր ցուցաբերել Միքայելի նկատմամբ, պարզապես տղային տեսնում էր որպես հարուստ հորը հասնելու ճանապարհ։ Ինչպես դու դա գիտես, հարցրեց նա, անկեղծորեն հետաքրքրված։ Միքայելը թոթվեց ուսերը։ Նկատելի է։ Այն ձը, որով նա ինձ է նայում, կարծես ես լուծման ենթակա խնդիր լինեմ։ Լիլիթն ինձ երբեք այդպես չի նայել։ Այդ պահին Գորգի մեջ ինչ-որ բան փոխվեց։ Այն, թե ինչպես իր որդին, երեխաների պարզ իմաստությամբ, տեսել էր Սոֆիայի սոցիալական դիմակից այն կողմ, նրան ստիպեց կասկածի տակ դնել իր սեփական բոլոր դրդապատճառներն ու որոշումները։ Միքայել, վերջապես ասաց նա, նստելով մահճակալի եզրին։ Կարծում եմ, ես շատ սխալներ եմ գործել։ Քո հետ, մորթ հիշողության հետ, գուցե նա Լիլիթի հետ։ Տղան շրջվեց դեպի հայրը, հույսի մի փոքրիկ շող հայտնվեց նրա խամրած աչքերում առաջին անգամ օրերի ընթացքում։ Դու Լիլիթին կվերադարձնես։ Գորգը հոգոց հանեց։ Չգիտեմ, թե դա հնարավոր է, որդիս։ Ես նրան ազատեցի մի ծով դե, ասենք, որ ես բարի չէի։ Բայց խոստանում եմ, որ կմտածեմ այդ մասին։ Եվ, ամենակարևորը, խոստանում եմ, որ կսկսեմ իսկապես քեզ լսել։ Ընթրիքի երեկոյից ի վեր առաջին անգամ Միքայելը ժպտաց, փոքր, վարանոտ, բայց իրական ժպիտ։ Եվ այդ պահին Գորգը հասկացավ, որ անկախ նրանից, թե ինչ կլինի Լիլիթի հետ, իրենց ընտանիքի իրական վերականգնումը պետք է սկսվի հենց այնտեղից, իր որդու հետ անկեղծ վերամիավորումից։ 2 օր անց Միքայելը դուրս գրվեց հիվանդանոցից։ Այդ ընթացքում Գորգը գրեթե տեղափոխվել էր հիվանդասենյակ, աշխատելով հեռակա կարգով դուրս գալով միայն լոգանք ընդունելու հագուստը փոխելու համար։ Կարծես վախենում էր, որ որդին կարող է անհետանալ, եթե նա մի պահ հայացքը շեղի։ Դուրս գրվելու առավոտյան, մինչ սպասում էին վերջնական թույլտվությանը, Միքայելը զգուշավոր ձայնով հարցրեց. Հայրիկ, դու լուրջ էիր ասում, որ ավելի շատ կլսես իմ կարծիքը։ Գորգը, որը դասավորում էր որդու իրերով փոքրիկ ճամպրուկը, շրջվեց նրան նայելու։ Շատ լուրջ էի ասում, Միքայել։ Ինչո՞վ։ Որովհետև տղան վարանեց, քաջություն հավաքելով։ Որովհետև ես կուզենայի, որ մենք մայրիկիս լուսանկարները հետ դնեինք տանը։ Ոչ բոլորը, եթե դու չես ուզում, բայց գոնե մի քանիսը։ Իմ սենյակում, հյուրասենյակում։ Որպեսզի մարդիկ իմանան, որ նա գոյություն է ունեցել։ Գորգը կոկորթում գունդ զգաց։ Կարինեի լուսանկարներն առաջին բաներն էին, որ նա հրամայել էր հավաքել նրա մահից հետո, անկարող լինելով տանել կորցրածի մշտական տեսարանը։ Բայց հիմա, տեսնելով որդու աչքերի կարիքը, հասկացավ, որ դա պաշտպանության ակտ չէր, այլ փախուստ։ Իհարկե կարող ենք, որդիս, պատասխանեց նա խռպոտ ձայնով։ Հենց որ տուն հասնենք, միասին կգնանք ձեղնահարկ լուսանկարներն ընտրելու։ Միքայելի ժպիտը արի շողի պես էր երկարատ փոթորկից հետո։ Առանձնատուն վերադառնալու ողջ ճանապարհին տղան ավելի աշխույժ էր թվում, խոսում էր, թե որ լուսանկարները կցանկանար վերականգնել, որտեղ դրանք պետք է տեղադրվեն։ Երբ հասան, Անահիտը նրանց դիմավորեց ակնհայտ թեթացումով։
Տնտեսուհին հատուկ ուշադրությամբ էր պատրաստել Միքայելի սենյակը, փոխելով անկողնային սպիտակեղենը նորերով, իր սիրելի սուպերհերոսների նկարներով, մի բան, որը սովորաբար թույլ չէր տրվի առանձնատան անթերի դեկորում։ Մտածեցի, որ քեզ ավելի ուրախ բան դուր կգա, բացատրեց կինը, օգնելով Միքայելին հարմարվել։ Շնորհակալություն, Անահիտ, տղան անկեղծորեն ժպտաց։ Ճաշը պատրաստ կլինի 1 ժամից, տեղեկացրեց տնտեսուհին, հետո ավելի ցածր ձայնով դիմելով Գորգին, ավելացրեց. Տիկին Սոֆյա Մանուկյանն այսօր 3 անգամ զանգահարել է։ Ասաց, որ կայցելի ձեզ այսօր կեսօրից հետո, ժամը 4-ի կողմերը։ Գորգը խոժոռվեց։ Նա Սոֆյային չէր հրավիրել, հիվանդանոցում տեղի ունեցած խոսակցությունից հետո, գնալով ավելի անհարմար էր զգում գործարար կնոջ հաշվարկված հետաքրքրությունից։ Հաջորդ անգամ, երբ նա զանգահարի, ասա, որ մենք անհասանելի ենք։ Միքայելին հանգիստ է պետք։ Անահիտը գլխով արեց, տեսանելիորեն թեթացած։ Նա նույնպես չէր համակրել Սոֆյային ընթրիքի ժամանակ։ Ինչպես խոստացվել էր, ճաշից հետո, որը Միքայելը կերավ նորացված ախորժակով, հայր ու որդի բարձրացան ձեղնահար։ Ընդարձակ լավ կազմակերպված տարածքը պարունակում էր տասնյակ խնամքով պիտակավորված արկղեր։ Կարինե հագուստ, Կարինե գրքեր, Կարինե լուսանկարներ այլն։ Միքայելը վազեց դեպի լուսանկարների արկղը, կարծես դա կորած գանձ լիներ։ Գորգը նստեց նրա կողքին, ծանր սրտով, մինչ որդին հարգալից զգուշությամբ բացում էր ալբոմներն ու արկղերը։ Միասին նրանք 2 ժամ անցկացրին, ընտրելով այն պատկերները, որոնք նորից կբնակվեին տանը։ Կարինեն ժպտում է լողափին, Կարինեն գրկել է նորածին Միքայելին, հարսանեկան պաշտոնական դիմանկարը, որը նախկինում հյուրասենյակում էր, ծննդյան, ամանորի, առօրյա պարզ պահերի լուսանկարներ։ Գորգի համար յուրաքանչյուր պատկեր նման էր այն պահի վերապրմանը, երբ այն նկարահանվել էր։ Ցավը, որը նա ակնկալում էր զգալ, այնտեղ էր, բայց դրա հետ եկավ մի բան, որը նա չէր կանխատեսել, տարօրինակ մխիթարություն, կարծես Կարինեն ինչ-որ կերպ նորից ներկա լիներ։ Սա նրա սիրելին էր, մեկնաբանեց Միքայելը, ցույց տալով մի լուսանկար, որտեղ Կարինեն, հագին պարզ սպիտակ զգեստ, ժպտում էր տեսախցիկին այգու կամրջի դիմաց։ Նա ասում էր, որ այն նկարվել է իր կյանքի ամենաերջանիկ օրը, երբ իմացել է, որ հղի է ինձնով։ Գորգը դողացող ձեռքերով վերցրեց լուսանկարը։ Նա հիանալի հիշում էր այդ օրը։ Հղիության դրական թեստը, շամպայնը, որը բացեցին տոնելու համար, այն ձև, որով Կարինեն փայլում էր լուրից։ Դա իսկապես իրենց կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր։ Սա կգնա հյուրասենյակ, որոշեց նա խեղդված ձայնով։ Պատվավոր տեղում։ Երբ ավարտեցին ընտրությունը, իջան ներք լուսանկարների զգալի կույտով։ Գորգը կանչեց Անահիտին, խնդրեց, որ բոլորի համար նոր շրջանակներ պատվիրի, որ հները, որոնք դեռ պահպանված էին, մաքրվեն, օգտագործվեն։ Ուզում եմ, որ մինչ օրվա վերջ ամեն ինչ պատրաստ լինի, հրահանգեց նա։ Մինչ Անահիտը դուրս էր գալիս առաջադրանքը կատարելու, Գորգը զանգ ստացավ իր օգնական Էլենից, որը տեղեկացնում էր ներդրողների հետ արտակարգ հանդիպման մասին։ Ցավում եմ, Էլեն, բայց այսօր չեմ կարող մասնակցել, պատասխանեց նա, զարմացնելով օգնականին, որը երբեք չէր լսել, թե ինչպես է նա հրաժարվում կարևոր հանդիպումից։ Խնդրիր Ռիկարդոյին, ինձ ներկայացնել։ Ես օրը նվիրում եմ Միքայելին։ Անջատելով հեռախոսը, նա նկատեց, որ որդին նայում է իրեն զարմանքի երախտագիտության արտահայտությամբ, որը ստիպեց նրա սիրտը սեղմվել։ Քանի՞ անգամ էր նա աշխատանքը գերադասել նման պահերից։ Քանի՞ հիշողություն էր կորել, որովհետև նա զբաղված էր մի կայսրություն կառուցելով, որը, ինչպես հիմա հասկացավ, ոչինչ չէր նշանակում առանց ընտանիքի, որի հետ կիսվեր դրանով։ Ժամը 4-ի կողմերը, ինչպես հայտարարել էր, դրան զանգը հնչեց։ Անահիտը, արդեն հրահանգված, գնաց դեպի դուռը, քաղաքավարի կերպով հրաժարվելու Սոֆյա Մանուկյանին։ Սակայն նախքան նա կհասներ այնտեղ, դուռը բացվեց, Սոֆյան ներս մտավ, կարծես տունը իրենն էր, նրան հետում էր ակնհայտորեն դժգոհ Անահիտը։ Ներողություն, պարոն Արշակյան, ներողություն, խնդրեց տնտեսուհին։ Նա բնդեց։ Սոֆյան, էլեգանտ բաց մոխրագույն կոստյումով, ժպտաց, կարծես ոչինչ սխալ չէր։ Գորգ, Միքայել։ Ուրախ եմ ձեզ լավ տեսնել։ Մի քանի նվեր եմ բերել, ապաքինումը տոնելու համար։ Նա բարձրացրեց բրենթային տոպրակ, որն ակնհայտորեն պարունակում էր թանկարժեք խաղալիքներ։ Միքայելը բնազդաբար հետ քաշվեց, փնտրելով հոր մոտիկությունը։ Սոֆյա, սառը ողջունեց Գորգը։ Մենք այսօր այցելուներ չենք ընդունում։
Միքայելը նոր է դուրս գրվել հիվանդանոցից հանգստի կարիք ունի։ Գործարար կինը մի պահ շփոթվեց, բայց շուտով վերականգնեց իրեն։ Լիովին հասկանում եմ։ Պարզապես մտածեցի արագ անցնել, իմ աջակցությունը ցույց տալու համար։ Իրականում նա ձայնը իջեցրեց գաղտնի տոնով, նա ուզում էի խոսել, թե ինչպես կարող եմ օգնել ավելի լավ կառուցել ձեր կյանքը։ Ես մի քանի գաղափար ունեմ տան Միքայելի առօրյայի համար։ Սոֆիա, վճռականորեն ընդհատեց նրան Գորգը։ Երախտապարտ եմ ձեր մտահոգության համար, բայց Միքայելն ու ես վերագտնում ենք, թե ինչպես լինել ընտանիք, մեր ձով։ Մենք այս պահին արտաքին օգնության կարիք չունենք։ Սոֆիայի ժպիտը թուլացավ, նրա աչքերը մի փոքր խստացան։ Գորգ, գիտեմ, որ դու հիմա հուզականորեն խոցելի ես, բայց պետք է գործնական մտածես։ Երեխային մայրական կերպար է պետք, կայունություն։ Ես կարող եմ դա ապահովել։ Միքայելը սեղմեց հոր ձեռքը, տեսանելիորեն անհարմար զգալով կնոջ ներկայությունից։ Գորգը նկատեց ժեստը, որոշեց, որ ժամանակն է ավարտել այդ անցանկալի այցելությունը։ Սոֆիա, երախտապարտ եմ ձեր մտահոգության համար, բայց պետք է խնդրեմ, որ հեռանաք։ Այսօր հատուկ օր է Միքայելի ինձ համար։ Այդ ժամանակ Սոֆիան նկատեց Կարինեի լուսանկարները, սփռված սուրճի սեղանին, սպասելով նոր շրջանակներին, նրա դեմքը փոխվեց վատ քողարկված արամարանքի արտահայտությամբ։ Հասկանում եմ։ Դուք ապրում եք անցյալով։ Գորգ, դա առողջարար չէ տղայի համար։ Դու պետք է օգնես նրան հաղթահարել, ոչ թե սնուցես կապվածությունը մեկի հետ, ով այլս այստեղ չէ։ Մեկնաբանությունը ֆիզիկական հարվածի պես հարվածեց Միքայելին։ Գորգն զգաց, որ որդին դողում է իր կողքին, պաշտպանական զայրույթի ալիքը համակեց նրան։ Կարծում եմ, դուք չհասկացաք, Սոֆիա։ Ես խնդրում եմ, որ հեռանաք իմ տնից։ Հիմա։ Գորգի ձայնի սառնությունը պողպատի պես էր։ Սոֆիան բացեց բերանը բողոքելու, բայց նրա հայացքում ինչ-որ բան կանգնեցրեց նրան։ Նվերների տոպրակը դնելով պահարանի վրա, նա ստիպողական արժանապատվությամբ գնաց դեպի դուռը։ Դու սխալ ես գործում, Գորգ։ Այդ հավաքարարը երբեք չի կարող ձեզ տալ այն, ինչ ես կարող եմ առաջարկել։ Նրա հեռանալուց հետո ծանր լռություն տիրեց սենյակում։ Միքայելը նայում էր հորը հիացմունքի անորոշության խառնուրդով, կարծես վախենում էր, որ նրա վճռականությունը կարող է տատանվել։ Դու նրան դուրս հանեցիր իմ պատճառով։ Գորգը ծնկի իջավ, որդու հասակին հավասարվելու։ Մեր պատճառով, Միքայել։ Այդ կինը մեզ չի հասկանում։ Չի հասկանում, թե ինչ է նշանակում ընտանիք։ Այդ կեսօր, մինչ Կարինեի լուսանկարները վերադառնում էին իրենց տեղը տանը, վերադարձնելով գույներ հիշողություններ, որոնք այդքան երկար ճնշված էին եղել, դրան զանգը նորից հնչեց։ Գորգը գնաց դեպի դուռը, պատրաստ հրաժարվելու Սոֆիայից, եթե նա վերադարձած լիներ, բայց գտավ Յուլիանա Թորոսյանին մանկաբույժին մտահոգ արտահայտությամբ։ Ներիր, որ առանց զգուշացնելու եմ գալիս, Գորգ, ասաց նա։ Բայց ես պետք է քեզ հետ խոսեմ մի կարևոր բանի մասին։ Դա Սոֆիայի մասին է։ Գորգը նրան ուղեկցեց աշխատասենյակ, հեռու Միքայելի ականջներից, որը Անահիտի հետ հյուրասենյակում էր, օգնելով տեղադրել լուսանկարները։ Ինչ է պատահել, հարցրեց նա, Յուլիանային բազկաթոռ ցույց տալով։ Բժշկուհին վարանեց, ակնհայտորեն անհարմար զգալով նրանից, ինչ պետք է ասեր։ Այսօր վաղ առավոտյան զանգ ստացա Սոֆիայից։ Նա ինձանից մի անսովոր խնդրանք ուներ։ Ուզում էր, որ ես Միքայելին ախտորոշեմ ինչ-որ հոգեբանական խանգարում, որը կարդարացներ ավելի կտրուկ միջամտություն։ Առաջարկեց, որ ես բուժման մաս կազմող ուժեղ մայրական ներկայություն խորհուրդ տամ։ Գորգը գունատվեց։ Նա խնդրել է, որ դուք կեղծ բժշկական ախտորոշում տաք։ Ըստ էության, այո, հաստատեց Յուլիանան, վրդովված։ Ակնհայտ է, որ ես հրաժարվեցի, ասացի, որ երբեք չեմ վարկաբեկի իմ մասնագիտական էթիկան։ Այդ ժամանակ նա ակնարկեց, որ Միքայելը կարող է բացասաբար ազդեցության տակ լինել ձեր ազատած հավաքարարի կողմից։ Առաջարկեց, որ կինը կարող է ֆինանսական շահագրգռվածություն ունենալ տղային մոտենալու մեջ, ձեզ հասնելու համար։ Բացահայտումը ռումբի պես ընկավ Գորգի վրա։ Սոֆիայի սառը հաշվարկված մանիպուլյացիան նրան զզվեցրեց։ Ինչպես է նա համարձակվում, մրմնջաց նա, ավելի շատ իրեն, քան Յուլիանային։ Իմ որդուն օգտագործել որպես խաղաքար իր խաղումը։ Մտածեցի, որ դու պետք է իմանաս, եզրափակեց Յուլիանան։ Միքայելը զգայուն տղա է, որը զգալի տրավմա է ապրել։
Նրան իր կյանքում թաքնված մտադրություններով մարդիկ պետք չեն։ Յուլիանայի հեռանալուց հետո Գորգը մնաց աշխատասենյակում, մտորելով այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել վերջին օրերին։ Սոֆիայի կերպարը, այդքան հաշվարկված սառը, ցավալիորեն հակադրվում էր Լիլիթի հիշողությանը, որի միակ դրդապատճառը կարծես թե Միքայելի անկեղծ բարեկեցությունն էր։ Հայրիկ, Միքայելի ձայնը նրան վերադարձրեց ներկա։ Տղան կանգնած էր աշխատասենյակի դռան մոտ։ Կարող եմ մտնել։ Իհարկե, որդիս։ Միքայելը մտավ նստեց հոր դիմաց։ Նա նյարդային էր թվում, անհանգիստ շարժում էր ձեռքերը։ Ինչ է պատահել, հարցրեց Գորգը մտահոգված։ Ես ուզում էի մի բան խնդրել, տղան խորը շունչ քաշեց շարունակելուց առաջ։ Ուզում էի, որ դու գտնես Լիլիթին, որպեսզի նրանից ներողություն խնդրես։ Նա ոչ մի սխալ բան չի արել։ Ես էի, որ նրան ընտրեցի, հիշում ես։ Որդու խնդրանքի անկեղծ դաժանությունը խորապես հուզեց Գորգին։ Դա ճիշտ էր։ Լիլիթը ոչինչ չէր արել, բացի բարի լինելուց տառապող տղայի հետ։ Ինքն էր Գորգը, որ չափազանցված արձագանքել էր, նվաստացնելով կնոջը բոլորի առաջ նրան վերագրելով մտադրություններ, որոնք նա երբեք չէր ցուցաբերել։ Դու ճիշտ ես, Միքայել, վերջապես խոստովանեց նա։ Ես պարտական եմ Լիլիթին ներողություն խնդրել։ Բայց չգիտեմ, թե որտեղ գտնեմ նրան։ Ռոզան գիտի, արագ պատասխանեց Միքայելը։ Նրանք ընկերներ են։ Լիլիթն ապրում է քաղաքի կենտրոնում գտնվող մի հյուրանոցում։ Գորգը ժպտաց, զարմացած որդու նախաձեռնությունից։ Դու արդեն ամեն ինչ մտածել էիր, այնպես չէ։ Միքայելը գլխով արեց, հանկարծ լրջանալով։ Հայրիկ, ես գիտեմ, որ դու փորձում ես ինձ օգնել այս ամենի հետ։ Մայրիկիս լուսանկարները, ինձ ավելի շատ լսելը։ Եվ ես շնորհակալ եմ։ Բայց Լիլիթը պետք է վերադառնա ոչ միայն ինձ համար։ Նա քեզ համար։ Ինձ համար։ Այո, Միքայելն այժմ ավելի մեծ էր թվում, քան իր 9 տարին։ Դու ավելի շատ էիր ժպտում, երբ նա այստեղ էր։ Իսկապես, ոչ թե այնպես, ինչպես ժպտում ես աշխատանքային հանդիպումներին։ Դիտարկումը զարմացրեց Գորգին։ Միթե իր որդին նկատել էր մի բան, որն ինքը նույնիսկ չէր նկատել։ Միթե ինչ-որ կերպ Լիլիթը լույս էր բերել ոչ միայն Միքայելի կյանք, այլ իր սեփական մռայլ գոյությանը։ Այդ գիշեր, մինչ Միքայելը խաղաղ քնած էր օրերի ընթացքում առաջին անգամ, շրջապատված մոր լուսանկարներով, Գորգը արթուն մնաց, նայելով Կարինեի դիմանկարին, որն այժմ նորից զբաղեցնում էր պատվավոր տեղը հյուրասենյակում։ Ինչ կանեիր դու, հարցրեց նա կնոջ ժպտացող պատկերին։ Ինչպես ուղղեմ սա։ Հաջորդած լռությունը պատասխան չբերեց, բայց ինչ-որ կերպ Գորգն զգաց, որ գիտի, թե ինչ պետք է անի։ Առավոտյան նա Ռոզայից կխնդրեր Լիլիթի հասցեն։ Գաղափար չուներ, թե արդյոք հավաքարարը կընդունի իր ներողությունները, թե կհամաձայնի վերադառնալ, բայց գիտեր, որ պետք է փորձի։ Հանուն Միքայելի։ Եվ գուցե, ինչպես որդին էր առաջարկել, նա հանուն իրեն։ Մինչդեռ քաղաքի կենտրոնում գտնվող մի փոքրիկ հյուրանոցում Լիլիթ Սարգսյանը նայում էր լուսնին իր սենյակի պարզ պատուհանից, մտածելով այն տղայի մասին, որին թողել էր Աշակյանների առանձնատանը։ Միքայելի համար անհանգստությունը խժռում էր նրան, հատկապես այն բանից հետո, երբ Ռոզայի միջոցով իմացել էր նրա հիվանդանոց ընկնելու մասին։ Խնդրում եմ, թող նա լավ լինի, մրմնջաց նա գիշերվան, որպես լուռ աղոթք։ Այն, ինչ Լիլիթը չէր կարող պատկերացնել, այն էր, որ հաջորդ առավոտ նրա կյանքը պատրաստվում էր լիովին անսպասելի շրջադարձ կատարել։ Սուրբ Կլարա հյուրանոցը, որը գտնվում էր քաղաքի հին կենտրոնի նեղ փողոցներից մեկում, 3 հարկանի շենք էր, թեփոտված ճակատով գունաթափ ցուցանակով։ Ոչ մի նմանություն չուներ այն շքեղ հյուրանոցների հետ, որոնք Գորգ Արշակյանը սովոր էր հաճախել իր գործուղումների ժամանակ։ Իր փայլուն Range Rover-ը հաստատության դիմաց կայանելով, նա իրեն օտար զգաց, կարծես վայրեջք կատարած լիներ անհայտ մոլորակի վրա։ Մոխրագույն մազերով կասկածամիտ արտահայտությամբ մի տիկին դիմավորեց նրան ժամանակավոր ընդունարանում, որը մի ժամանակ ընտանեկան տան հյուրասենյակն էր։ Բարի օր։ Ես փնտրում եմ Լիլիթ Սարգսյանին։ Նա այստեղ է կանգ առել, հարցրեց նա, փորձելով հնարավորինս քաղաքավարի հնչել։ Կինը նրան զննեց գլխից մինչ ոտք, նկատելով անթերի կոստյումը ժամացույցը, որն ավելի թանկ արժեր, քան հյուրանոցի ողջ կահույքը։ Ո՞վ է ցանկանում խոսել նրա հետ, պատասխանեց նա պաշտպանողական տոնով։ Ես Գորգ Արշակյանն եմ։ Եղել եմ։ Նրա տնօրենն եմ։
Տիկնոջ արտահայտությունը խստացավ. «Ահա, ուրեմն դուք այն մարդն եք, որ նրան առանց որևէ պատճառի աշխատանքից հանեցիք»։ Այն ամենից հետո, ինչ նա անում էր այդ տղայի համար։ Գորգն զգաց, որ դեմքը տաքանում է։ Իր արարքի մասին լուրը իրենից շուտ էր հասել, այն իրեն բարենպաստ լույսի ներքո չէր ներկայացնում։ Այո, ես սխալ եմ գործել։ Դրա համար եմ այստեղ։ Կցանկանայի խոսել Լիլիթի հետ, եթե նա պատրաստ է ինձ ընդունել։ Կինը վարանեց, գնահատելով նրա խոսքերի անկեղծությունը։ Սպասեք այստեղ, վերջապես ասաց նա, բարձրանալով փայտե աստիճաններով, որոնք ջռում էին ամեն քայլից։ Սպասելու ընթացքում Գորգը դիտում էր համեստ, բայց մաքուր միջավայրը։ Պատերին կրոնական պատկերները տեղ էին կիսում քաղաքի հին լուսանկարների հետ։ Անկյունում փոքրիկ հեռուստացույցը ցուցադրում էր առավոտյան նորությունները, անտեսված մի քանի հյուրերի կողմից, որոնք սուրճ էին խմում ընդհանուր սեղանի շուրջ։ Մի քանի րոպե հետո, որոնք հավերժություն թվացին, տիկինը վերադարձավ։ Նա ասաց, որ կընդունի ձեզ։ 12 վրձենյակ, երկրորդ հարկ, միջանցքի վերջում, աջ կողմում։ Գորգը շնորհակալություն հայտնեց, բարձրացավ մաշված աստիճաններով, զգալով, թե ինչպես է սիրտը արագանում ամեն քայլափոխին։ Ինչ էր ասելու Լիլիթին։ Ինչպես էր բացատրելու իր աններելի պահվածքը։ Բառերը, որոնք նա փորձել էր նախորդ գիշեր, այժմ անպատշաճ, անբավարար էին թվում։ Հասնելով 12 վրձենյակի դռանը, նա վարանեց թակելուց առաջ։ Խորը շունչ քաշեց, փորձելով կարգի բերել մտքերը։ Վերջապես, 3 անգամ զգուշորեն թակեց։ Դուռը բացվեց, բացահայտելով Լիլիթին։ Նա հագել էր պարզ ջինսետաբատ բաց կապույտ բլուզ, այնքան տարբեր այն համազգեստից, որով նա սովոր էր տեսնել նրան, որ մի պահ Գորգը զարմացավ։ Նա ավելի երիտասարդ, ավելի խոցելի մի նույն ժամանակ ավելի արժանապատիվ էր թվում։ Բարի օր, պարոն Արշակյան, ողջունեց նա քաղաքավարի պաշտոնականությամբ, ավելի լայն բացելով դուռը, որպեսզի նա ներս մտնի։ Սենյակը մանլիկ էր, մեկտեղանոց մահճակալ, փոքրիկ զգեստապահարան, սեղան, որը ծառայում էր որպես գրասեղան, պատուհան, որը նայում էր փողոցին։ Սեղանի վրա գրքերն ու տետրերը ցույց էին տալիս, որ Լիլիթն իր ազատ ժամանակն օգտագործում էր սովորելու համար։ Շնորհակալություն, որ ընդունեցիք ինձ, սկսեց Գորգը, իրեն անհարմարավետորեն մեծ զգալով այդ փոքր տարածքում։ Գիտեմ, որ վերջին մարդը, ում կցանկանայիք տեսնել այսօր, ես եմ։ Լիլիթը ցույց տվեց սենյակի միակ աթոռը։ Խնդրեմ, նստեք։ Նախընտրում եմ, որ ուղիղ լինեք, պարոն Արշակյան։ Ինչու եք այստեղ։ Գորգը նստեց, նկատելով, որ Լիլիթը կանգնած է մնում, կարծես ցանկանում էր պահպանել հեռավորությունը իրենց միջ։ Չէր կարող նրան մեղադրել։ Եկել եմ ներողություն խնդրելու, հայտարարեց նա, որոշելով հետել խորհրդին ուղիղ լինել։ Իմ պահվածքն այդ երեկո աններելի էր։ Ես նվաստացրի ձեզ բոլորի առաջ, անարդարացիորեն մեղադրեցի, զրկեցի ձեզ աշխատանքից առանց որևէ իրական հիմնավորման։ Լիլիթը խաչեց ձեռքերը, նրա դեմքն արտահայտում էր զարմանք նրա անկեղծությունից։ Ինչ է փոխվել այդ ժամանակվանից։ Ինչու այս ներողությունը հիմա։ Միքայելը հիվանդանոցում էր, պատասխանեց Գորգը, ձայնը մի փոքր խեղդվելով։ Նա դադարել էր ուտել, քնել։ Բժիշկը ախտորոշեց մանկական դեպրեսիա։ Լիլիթի աչքերը լայնացան անկեղծ անհանգստությունից։ Աստված իմ։ Հիմա ինչպես է նա։ Ավելի լավ։ Երեք դուրս է գրվել։ Ֆիզիկապես վերականգնվել է, բայց հուզականորեն։ Գորգը գլուխը թափահարեց։ Նա կարոտում է ձեզ։ Նա էր, որ ինձ խնդրեց գալ ձեզ գտնելու։ Փոքրիկ տխուր ժպիտ հայտնվեց Լիլիթի դեմքին։ Միքայելը յուրահատուկ տղա է։ Ուրախ եմ, որ նա ավելի լավ է։ Նա վարանեց հարցնելուց առաջ։ Իսկ թեկնածուները։ Նրանցից որևէ մեկը մնաց նրան օգնելու։ Գորգը առանց հումորի ծիծաղեց։ Ոչ։ Բոլորը հասկացան, որ իրավիճակը չափազանց բարդ է։ Բացառությամբ Սոֆյա Մանուկյանի, որը պարզվեց, որ ավելի շատ հետաքրքրված է իմ փողով կարգավիճակով, քան Միքայելի բարեկեցությամբ։ Լիլիթը գլխով արեց, կարծես հաստատում էր մի կասկած։ Չեմ զարմանում։ Այն ձը, որով նա նայում էր տանը, իրերին կարծես գույքագրում էր կատարում։ Միքայելը դա ինձանից շուտ նկատեց, խոստովանեց Գորգը, ամաչելով։ Իրականում, նա կարծես թե շատ բաներ է նկատել, որոնք ես, իմը առաջ շարժվելու մոլուցքի մեջ, լիովին անտեսել եմ։
Անհարմար լռություն տիրեց նրանց միջ։ Լիլիթը համբերատար սպասում էր, մինչ Գորգը քաջություն էր հավաքում իր այցի իրական նպատակի համար։ Լիլիթ, ես եկել եմ ոչ միայն ներողություն խնդրելու, այլ հրավիրելու ձեզ վերադառնալ։ Նա ոտքի կանգնեց, անկարող լինելով նստած մնալ այն լարվածությունից, որ զգում էր։ Ոչ միայն Միքայելի համար, թե նա հիմնական պատճառն է, այլ որովհետև ես հասկացա, որ դուք մեր տուն բերեցիք մի բան, որը վաղուց անհետացել էր։ Մարդկայնություն։ Լիլիթը թարթեց, ակնհայտորեն զարմացած նրա խոսքերից։ Պարոն Արշակյան, ես… Խնդրում եմ, ինձ Գորգ կանչեք, մեղմ ընդհատեց նա։ Եվ նախքան պատասխանելը, մի քանի բան կա, որ պետք է իմանաք։ Եթե համաձայնեք վերադառնալ, դա չի լինի նախկին պայմաններով։ Ես չեմ ուզում, որ դուք վերադառնաք որպես հավաքարար։ Նրա աչքերը շփոթված նեղացան։ Չեմ հասկանում։ Միքայելին պետք է մեկը, ով նրան հասկանում է, ով հարգում է նրա սուգը, ով օգնում է նրան հաղթահարել իր զգացմունքները։ Հոգեթերապևտներն առաջարկում են մի տեսակ հուզական դաստիարակ, մեկը, ով կարող է մշտապես ներկա լինել նրա համար, առանց թերապևտ հաճախորդ հարաբերությունների սահմանափակումների։ Գորգը դադար տվեց, դիտելով Լիլիթի արձագանքը։ Կցանկանայի ձեզ առաջարկել այդ պաշտոնը։ Ավելի բարձր աշխատավարձ, ճկուն գրաֆիկ, առանձին սենյակ առանձնատանը, եթե նախընտրեք։ Լիլիթը ցնցված էր թվում առաջարկից։ Դուք ինձ աշխատանք եք առաջարկում որպես ինչ կոնկրետ։ Դայակ։ Տնտեսուհի։ Որպես մեկը, ով կարոր է Միքայելի համար։ Պաշտոնն ամենաքիչ կարորն է։ Լիլիթը գնաց դեպի պատուհանը, մի պահի կարիք ունենալով անսպասելի առաջարկը մարսելու համար։ Երբ շրջվեց, նրա հայացքը հաստատուն էր ուղիղ։ Պարոն Արշակյան, Գորգ, շնորհակալ եմ առաջարկի համար, բայց պետք է անկեղծ լինեմ։ Ես չեմ կարող ընդունել մի աշխատանք, որտեղ մշտապես կլինեմ առաջին տարաձայնության կամ թյուրիմացության դեպքում աշխատանքից ազատվելու վտանգի տակ։ Այն, ինչ տեղի ունեցավ այդ երեկո, ոչ միայն նվաստացուցիչ էր ինձ համար։ Դա կործանարար էր։ Գորգն զգաց, որ մեղքի զգացումը մեծանում է նրա խոսքերից։ Բացի այդ, շարունակեց Լիլիթը, ես չեմ կարող մտնել այս իրավիճակի մեջ, առանց իմ դերի մասին հստակություն ունենալու։ Ես չեմ օգտագործվի որպես ժամանակավոր փոխարինող այն մորը, որին Միքայելը կորցրել է, ոչ էլ որպես հարմար լուծում այն հուզական խնդիրների համար, որոնք դուք երկուստ պետք է միասին հաղթահարեք։ Նրա անկեղծությունը զարմացրեց Գորգին։ Նա սովոր էր մարդկանց, որոնք ասում էին այն, ինչ նա ուզում էր լսել, ոչ թե անհարմար ճշմարտություններ։ Ես հասկանում եմ ձեր մտահոգությունները, պատասխանեց նա մի պահ մտորելուց հետո։ Եվ դրանք բացարձակապես հիմնավոր են։ Ես չեմ կարող խոստանալ, որ երբեք տարաձայնություններ չեն լինի, բայց կարող եմ խոստանալ, որ այլս երբեք չեմ գործի այդքան իմպուլսիվ անարդար ձով։ Ինչ վերաբերում է ձեր դերին, դուք ճիշտ եք։ Դուք չեք կարող, չպետք է փոխարինեք Կարինեին։ Ոչ ոք չի կարող։ Հանգուցյալ կնոջ անունը նշելով, Գորգը տարօրինակ ազատության զգացում ապրեց, կարծես կոտրել էր մի անտեսանելի պատնեշ, որը պահում էր իր ներսում։ Իրականում, շարունակեց նա, առաջին բաներից մեկը, որ Միքայելն ու ես արեցինք նրա դուրս գրվելուց հետո, Կարինեի լուսանկարները վերականգնելն ու դրանք տանն իրենց տեղերը վերադարձնելն էր։ Մենք հասկացանք, որ անցյալը ջնջելու փորձը միայն խանգարում էր մեզ առողջ ապագա կառուցել։ Լիլիթի հայացքում ինչ-որ բան մեղմացավ այս տեղեկությունից։ Ուրախ եմ ձեզ համար։ Դա կարևոր քայլ է։ Մի քայլ, որը մենք չէինք անի առանց ձեր ազդեցության, խոստովանեց Գորգը։ Դուք էիք, որ սովորեցրիք Միքայելին, որ հիշելը չի նշանակում անցյալում խրված մնալ։ Եվ հիմա նա ինձ է սովորեցնում նույն դասը։ Լիլիթը ժպտաց, անկեղծորեն հուզված։ Նա վերադարձավ Գորգի մոտ, ուսումնասիրելով նրա դեմքը, կարծես փնտրում էր նրա խոսքերի անկեղծության նշաններ։ Ես հիմա չեմ կարող պատասխան տալ, վերջապես ասաց նա։ Պետք է մտածեմ։ Դա կարևոր որոշում է։ Գորգը գլխով արեց, հարգելով նրա զգուշավորությունը։ Իհարկե։ Որքան ժամանակ պետք է, վերցրեք։ Նա կոստյումի ներքին գրպանից հանեց մի այցեքարտ տվեց նրան։ Իմ անձնական համարն է։ Երբ պատասխան ունենաք կամ եթե ցանկանաք ավելին խոսել այս մասին, կարող եք ինձ զանգահարել ցանկացած ժամի։ Մինչ նա գնում էր դեպի դուռը, Լիլիթը նրան հետ կանչեց։ Գորգ։ Իսկապես ինչպես է Միքայելը։ Բժշկական ախտորոշումից այն կողմ։
Հարցը, որն այդքան կենտրոնացած էր իր որդու անկեղծ բարեկեցության վրա, հաստատեց Գորգի համար, որ նա ճիշտ բան էր անում, փնտրելով նրան։ Նա վերագտնում է, թե ինչպես զգալ։ Կարծես վերջին 2 տարին զսպել է այն ամենը, ինչ զգում էր, ինձ պաշտպանելու, ինձ չհիասթափեցնելու համար։ Գորգն զգաց, որ հուզմունքը սեղմում է կոկորդը։ Եվ հիմա մենք երկուսս էլ սովորում ենք ազնիվ լինել միմյանց հետ։ Լիլիթը հասկացողությամբ գլխով արեց։ Ասեք նրան, որ ես մտածում եմ նրա մասին։ Որ անկախ աշխատանքի վերաբերյալ իմ պատասխանից, նա միշտ իմ մեջ ընկեր կունենա։ Կասեմ, խոստացավ Գորգը։ Եվ Լիլիթ, շնորհակալություն։ Այն ամենի համար, ինչ արել եք նրա համար, երբ ես չէի կարողանում։ Հյուրանոցից դուրս գալով մեքենա վերադառնալով Գորգն իրեն տարօրինակ կերպով թեթ զգաց, կարծես մի բեռ, որը նա տարիներ շարունակ գրել էր, մասամբ թեթացել էր։ Վստահ չէր, թե Լիլիթը կընդունի իր առաջարկը, բայց իր սխալները ճանաչելու դրանք ուղղելու փորձի պարզ գործողությունն արդեն իսկ զգալի առաջընթաց էր թվում։ Աշակյանների առանձնատանը Միքայելը անհամբեր սպասում էր, հերթով նայելով սենյակի պատուհանից մուտքի դռնից, հույս ունենալով տեսնել հորը Լիլիթի հետ վերադառնալիս։ Երբ Range Rover-ը վերջապես մտավ դարպասներից, տղան վազեց դեպի մուտքը, միայն թե իր ոգորությունը մարեց, տեսնելով հորը միայնակ։ Նա չուզեց վերադառնալ, հարցրեց նա, մեծ աչքերը լի հիասթափությամբ։ Գորգը ծնկի իջավ որդու հասակին հավասարվելու։ Այնպես չէ, որ նա չուզեց, Միքայել։ Նրան ժամանակ է պետք մտածելու համար։ Դա շատ հանկարծակի որոշում էր։ Տղան գլխով արեց, փորձելով թաքցնել տխրությունը։ Հասկանում եմ։ Բայց նա ասաց, որ մտածում է քո մասին, արագ ավելացրեց Գորգը։ Եվ որ, անկախ նրանից, թե ինչ կորոշի աշխատանքի մասին, դու միշտ նրա մեջ ընկեր կունենաս։ Փոքրիկ ժպիտ հայտնվեց Միքայելի դեմքին։ Կարծում ես, նա կհամաձայնի, հայրիկ։ Հուսով եմ։ Բայց նույնիսկ եթե չհամաձայնի, Միքայել, ուզում եմ, որ մի բան իմանաս։ Մեր ընտանիքը հիմա մենք երկուսս ենք։ Եվ մենք լավ կլինենք, անկախ նրանից, թե ինչ կպատահի։ Խոստանում եմ։ Միքայելը գրկեց հորը, մի ժեստ, որը հազվադեպ էր դարձել վերջին ժամանակներում։ Գորգը նրան իր գրկում առավ, լուր երդվելով, որ այլս երբեք թույլ չի տա, որ հուզական հեռավորությունը տեղ գտնի իրենց միջ։ Այդ գիշեր Միքայելին քնեցնելուց հետո Գորգը գնաց աշխատասենյակ, մի պահի ազդեցության տակ, բացեց գզրոցը, որտեղ պահում էր անձնական փաստաթղթերը։ Դեղնած ծրարից նա հանեց այն նամակը, որը Կարինեն գրել էր իրեն մահանալուց առաջ, մի բան, որը նա երբեք քաջություն չէր ունեցել վերընթերցել հուղարկավորությունից հետո։ Դողացող ձեռքերով նա բացեց թուղթը, թույլ տվեց, որ կնոջ խոսքերը նորից պարուրեն իրեն։ Իմ սիրելի Գորգ, երբ դու կարդաս այս նամակը, ես արդեն հեռացած կլինեմ։ Այնքան շատ բաներ կան, որ կուզենայի ասել, այնքան շատ պահեր, որ կուզենայի ապրել քո մեր Միքայելի կողքին, բայց ժամանակը, այն ռեսուրսը, որը դու միշտ այդքան լավ ես կառավարել քո գործերում, միակն էր, որի շուրջ ես չկարողացա բանակցել։ Գիտեմ, թե որքան կտառապես, գիտեմ քո հակումը փակվելու, աշխատանքի մեջ սուզվելու, ցավը չզգալու համար։ Բայց խնդրում եմ քեզ, սիրելիս, մի արա դա։ Թույլ տուր քեզ զգալ, թույլ տուր քեզ լաց լինել։ Եվ, ամենից վեր, թույլ տուր, որ Միքայելը տեսնի քո խոցելիությունը։ Նա պետք է իմանա, որ միայնակ չէ իր ցավի մեջ։ Չեմ ուզում, որ ինձ մոռանաք, ինչպիսի հավակնոտություն է իմ կողմից, այնպես չէ։ Բայց նա չեմ ուզում, որ դուք ապրեք իմ բացակայության ստվերում։ Ուզում եմ, որ առաջ շարժվեք, որ նորից ուրախություն գտնեք, որ նոր հիշողություններ կառուցեք։ Եվ եթե մի օր դու գտնես մեկին, ով լույս կվերադարձնի քո աչքերին, մեկին, ով Միքայելին կսիրի որպես իր սեփական որդի, իմացիր, որ դու կունենաս իմ օրհնությունը։ Ինձ փոխարինող մի փնտրիր, դա անարդար կլիներ բոլորի նկատմամբ։ Փնտրիր մեկին, ով իր սեփական տեղը կստեղծի ձեր սրտերում, ով կբերի իր սեփական որակները, իր սեփական սերը։ Միշտ հիշիր։ Սերը սահմանափակ ռեսուրս չէ, որը սպառվում է բաժանվելիս։ Այն բազմապատկվում է, աճում, հորթում։ Ձեր կյանքում ավելի շատ սիրո համար տեղ կա, առանց որևէ նվազեցնելու այն, ինչ մենք զգում էինք միմյանց հանդեպ։ Ապրիր, սիրելիս։ Ապրիր լիարժեք, սիրիր ուժգին, սովորեցրու մեր որդուն անել նույնը։ Հավերժ քո։ Կարինեն։ Ընթերցանությունն ավարտելուն պես արցունքներն ազատորեն հոսում էին Գորգի դեմքով։ Ինչպես էր նա կույր եղել։
Կարինեն նույնիսկ իր մահվան պահին մտածել էր իրենց ապագայի մասին, թույլ էր տվել, որ նրանք առաջ շարժվեն, բայց ոչ այն հաշվարկված սառը ձով, որը նա փորձել էր պարտադրել, այլ հարգանքով, հիշողությամբ, իսկական սիրով։ Այդ լուսադեմին իր աշխատասենյակում միայնակ նստած, կնոջ նամակը ձեռքին, գորգը վերջապես թույլ տվեց, որ սուգը լիովին տիրի իրեն։ Նա լաց եղավ, ինչպես տարիներ շարունակ չէր լացել, ազատելով ամբողջ զսպված ցավը, ամբողջ զայրույթն անարդարության համար, ամբողջ ճնշող կարոտը։ Եվ երբ արցունքները վերջապես դադարեցին, նա իր ներսում մի նոր բան զգաց ծնվելիս։ Մի հանգիստ վճռականություն, հարգելու Կարինեի վերջին խնդրանքը, ապրել լիարժեք, իր Միքայելի համար։ Մինչդեռ, կենտրոնի փոքրիկ հյուրանոցում, Լիլիթը նույնպես իր սեփական մտորումների գիշերն էր անցկացնում։ Գորգի առաջարկը գայթակղիչ էր, ոչ փողի կամ աշխատանքային պայմանների բարելավման համար, այլ Միքայելի կյանքում ներկա մնալու հնարավորության համար, մի տղայի, որը իր զգայունությամբ քաջությամբ նվաճել էր իր սիրտը։ Բայց ռիսկեր կային։ Հիմնականում հուզական։ Այդ ընտանիքի հետ ավելի խորը ներգրավվելը նշանակում էր բացվել նոր տառապանքի հնարավորության համար։ Եվ կային նա գործնական հարցեր։ Ինչպիսին կլիներ իր հարաբերությունը Գորգի հետ այսուհետ։ Որը կլիներ իրականում իր դերը այդ տանը։ Քնելուց առաջ Լիլիթը որոշում կայացրեց։ Նա կհամաձայնվի նորից խոսել Գորգի հետ, բայց այս անգամ կսահմանի իր սեփական պայմանները։ Նա չէր վերադառնա որպես հնազանդ աշխատող, որը պատրաստ է ընդունել նվաստացումներ։ Եթե վերադառնալու լիներ, դա կլիներ որպես հարգված անձ, որն ակտիվ ձայն ունի Միքայելին վերաբերող որոշումներում։ Այս վճռականությամբ նա վերցրեց այցեքարտը, որը Գորգը տվել էր իրեն, կարճ հաղորդագրություն գրեց. Կարող ենք վաղը խոսել։ Ես մի քանի պայման ունեմ։ Լիլիթ։ Պատասխանը գրեթե անմիջապես եկավ, չնայած ուշ ժամին։ Իհարկե։ Որ ժամին, որտեղ եք նախընտրում։ Կարող ենք հանդիպել չեզոք տարածքում։ Նրա ուշադրությունը առաջարկել չեզոք վայր, փոխարենը պարզապես իրեն առանձնատուն կանչելու, աննկատ չմնաց Լիլիթի կողմից։ Դա հարգանքի փոքր նշան էր, որը, գուցե, ցույց էր տալիս, որ Գորգն իսկապես փոխում էր իր տեսակետը։ Հրապարակի սրճարան, ժամը 10:09, պատասխանեց նա նկատի ունենալով քաղաքի կենտրոնում գտնվող մի պարզ, բայց հաճելի սրճարան։ Ես այնտեղ կլինեմ, եղավ Գորգի վերջնական պատասխանը։ Լիլիթը հեռախոսը մի կողմ դրեց, նայեց պատուհանից, գիշերային երկնքում փայլող լուսնին։ Վաղը վճռորոշ օր էր լինելու։ Ոչ միայն իր մասնագիտական ապագայի, այլ իր սրտի համար, որը, ինչպես հիմա խոստովանում էր ինքն իրեն, թույլ էր տվել ավելի շատ ներգրավվել, քան ծրագրել էր, այդ տղայի ցավով հույսով, գուցե նա այն տղամարդով, որը սեփական ցավի մեջ, վերջապես սկսում էր տեսնել իրենից այն կողմ։